Նարեկ ջան, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս ես։ Շատ լավ, դու ինչպե՞ս ես։ Լավ, ապրես։ Այսօր Bookcast-ի շրջանակներում ունենք լավ հնարավորություն միասին խոսելու տարբեր թեմաներից, կրթությունից, երիտասարդների ակտիվությունից, որոշումների կայացումից։ Օրինակ դու տեսնում եմ ինչքան ակտիվ ես համայնքային նախաձեռնություններում։ Այ օրինակ ինչն է քեզ մոտիվացնում այդ process-ում։ Ինչից ես հաճույք ստանում, ինչի ես ամեն օր որոշում այլ ավելի շատ բան անել քո համայնքի զարգացման գործում։ Իրականում առաջինը արդյունքը, որ տեսնում եմ ինչ փոփոխություն են բերում համայնքում, երիտասարդները ոնց են դրան արձագանքում ու առհասարակ ինչ արձագանք է դա ստանում ու այն ֆիդբեքը, որ ստանում եմ տարբեր մարդկանցից, մանավանդ ծրագրերի շահառուներից, այդ շատ մեծ ուժ է տալիս, բայց երկրորդ կարևոր ուժը տալիս է դիմադրությունը, որ սովորաբար օրինակ համայնքային իշխանություններն են ցույց տալիս կամ որևէ մի կազմակերպության կամ որևէ մի ծրագրով ինչ որ մեկին դիմելուց մերժում է ստանում, էլ ավելի ուժատար տալիս։ Իրականում գիտես, ինձ էլ են այդ մերժումները ավելի շատ մոտիվացնում։ Հիշում ես, երբ որ մենք ՏԺԴ դպրոց տեղական ժողովրդավարության դպրոց ընդունվեցինք, ինչն էր այդ ժամանակ ամենաշատը ինձ մոտիվացնում, որ ես տենց ամեն օր նոր բան էի սովորում, ու գիտես, չէ, իրական երբ որ շփվում եմ ՏԺԴ շրջանավարտների հետ, միշտ ասում են, որ իրանք տենց շատ հավեսով են ներգրաված եղել, կոնկրետ իմ մոտ երևի մի 6 ամիս տևել է, որ ես այդ on-line կուրսերը անցել եմ, հետո քննություն, ու ինձ համար շատ մեծ ձեռբերում էր դպրոցում ավարտել, որտեվ շատ է ել իրականում երազում դրա մասին է, իրականում շատ կարևոր դպրոց է ու ոնց որ երեխեքի առաջխաղացմանը շատ է նպաստում։ Շատ համաձայն եմ, ես էլ 16-ում եմ ավարտել դպրոցը ու շատ մեծ բան է տվել իմ կյանքի առաջին դրամաշնորհային ծրագիրը ՏԺԴ-ի շրջանակներում։ Հենց քո համայնքում ես իրականացրել։ Հա, հենց Վետիում եմ արել ու շատ լավ եմ հիշում ծրագրի հենց պաշտպանության օրը, երբ որ ծրագրի գաղափարը պետք է ներկայացնեինք ու պարոն Մովսիսյանի այդ խստությունը այդ ամեն անգամ ես հիշում եմ միշտ ամեն փիչինգից առաջ ու չգիտեմ շատ բան տվեց ինձ այդ ամեն ինչ ու այն ակտիվության հիմքը դրեց, դրա համար շատ մեծ կարողտով եմ հիշում այդ օրերը։ Իրականում իմ համար էլ է շատ հետաքրքիր ու շատ լավ փորձ էր։ Ես on-line եմ ավարտել, հա, ու մի քանի դրամաշնորհային ծրագրեր եմ արել ՏԺԴ-ում, շատ տպավորված եմ եղել եւ այդ անելու ընթացքում եւ գրելու դրամաշնորհային ծրագիր գրելուց եմ շատ մեծ հաճույք ստացել ու կարելի ասել տենց հաջողեցին այդ ծրագրերը։ Շատ լավ է, իսկ որ համայնքում ես ու օրինակ մի բառով ինչ է դες ասոցացնում քո համայնքը։ Իմ համայնքը այդքան տենց շատ ակտիվ չի, пассив, որ ասեմ շատ пассив էլ չի, միջին, հա, ակտիվության, բայց ես կարծում եմ, որ կա մեծ ներուժ, որ երիտասարդները կարող են, հա, օգտագործել, ուղղակի պետք է իրանց մոտիվացնել։ Իրականում շատ եմ նկատում, որ երիտասարդների շրջանում ընդհանուր մոտիվացիայի պակաս կա ու հիմա ավելի շատ սիրում են սենց արագ ինֆորմացիա ստանալ, անցնել առաջ, էլի մի քիչ ավելի երկար, նպատակի հետևից գնալ, այդքան չեն սիրում ու այդ ինձ իրականում շատ է էլի վախեցնում։ Կամ էլ սերտիֆիկատ ստանալու համար, չգիտեմ, անընդհատ այդ ամեն ինչի մեջ լինել, մենակ սերտիֆիկատի համար, բայց հետաքրքիր է մտածել ես ինչն է պատճառը, որ հիմա այդ ամեն ինչը ավելի շատ մարդկությունը գնում է արագ իմանալու ու արագ հասնելուն։ Այս իրական պատճառները շատ են։ Դե հավանաբար առաջին գործոնը նրան այն է, որ մարդիկ շատ արագ ստանում են այն տեղեկատվությունը, ինչը իրանց անհրաժեշտ է։ Օրինակ նաև էսրանով պայմանավորված կրթության դերն է փոքր ինչ, հա, նվազում ընդհանուր մարդկանց ընկալման մեջ, թեկուզ ուսանողների, հա, ում ես դասավանդում եմ, թեկուզ այն մարդկանց ում հետ ես անընդհատ առնչվում եմ, մարդիկ մտածում են, որ կրթությունը հիմնականում ոչ միշտ է շատ անհրաժեշտ, որովհետև ցանկացած բան կարողանում են արագ ստանալ, արագ աղբյուրներից, հա, արագ շատ հեշտ, բայց ես այդպես չեմ կարծում ու պետքա շատ կարևորել կրթությունը, հատկապես հենց մանկապարտեզից սկսած, դպրոց, համալսարան եւ այլն։ Դու մինչև որ փուլում ես պատրաստում շարունակել ֆորմալ կրթությունը։ Իրականում շատ եմ սիրում իմ ֆորմալ կրթությունը ու
նպատակ ունեմ միջև արդեն դոկտորական աստիճան շարունակել ասպիրանտուրա, հիմնական բակալավրիատս համակարգչային գիտություն է, բայց որոշել եմ մագիստրատուրայով ուղղվածությունը փոխեմ շրջակա միջավայրի գիտություն ու այդպես այդ գիտության մեջ ավելի խորացնեմ, նաև մասնագիտական աստիճաններս ու իմ հիմնական նպատակներից մեկն էլ դասավանդելն է, որովհետև ես կարծում եմ կրթությունը շատ մեծ դեր ունի, մանավանդ ֆորմալը ու այն ձևաչափով, որը ես եմ ստանում, ավելի ազատական արվեստի կրթություն, որ հնարավորություն է տալիս մասնագետին ոչ թե նեղ մասնագիտություն ուսումնասիրելու, այլ հենց տարբեր սոցիալական, բնական գիտություններ ուսումնասիրել, արվեստ, բացի քո մասնագիտությունից ու ավելի լայն ընկալում ունենալը, ինձ թվում է 21-րդ դարի մարդուն էդ է պետք, որովհետև այս դարում մասնագիտությունները շատ արագ են փոխվում ու պետք է ուղղակի լայն գաղափար ունենաս, որ ամենտեղ կարողանաս ադապտանաս։ Օրինակ ես ուսանող եմ, դու դասախոս ես, ըստ քեզ որն է ճիշտ ուսանող դասախոսի կապը ու նաև ոնց է դա ազդում համայնքային նախաձեռնությունների վրա ու ոնց ես դու որպես դասախոս քո ուսանողներին ուղղորդում, մենթորություն անում, ինչ որ ծրագրերում ակտիվ լինելու բացի դասի կար գնալուց։ Իրականում շատ կարևոր է դասախոսի դերը, թե ուսանողներին մոտիվացնելու, որ իրանք սովորեն, եւ թե նաև իրանք մոտիվացնելու առհասարակ իրանք գաղափարը կյանքի կոչելու տեսանկյունից, որովհետև որ հաճախ դասախոսները ասում են չեն սովորում իմ ուսանողներ, ես մեծամասամբ այդ կապում եմ դասախոսի, հետ, հենց դասախոսը պետք է անձնապես, մոտիվացված լինի, ինքը պետք է իրանով մոտիվացված լինի, որ կարողանա նաև իր ուսանողներին կլինի, իր շրջապատին կլինի, կարողանա մոտիվացնել։ Իրականում ես էլ եմ ակադեմիական միջավայրում պատկերացնում ինձ ապագայում ու ասպիրանտուրան ավարտեցի անցյալ տարի ու ամեն կերպ ես փորձում եմ այդ միջավայրին մոտ լինել, որովհետև շատ է ինձ ոգևորում, թե ուսանողների գաղափարները, անընդհատ նոր իդեաներ, թե ընդհանուր դասավանդման process-ը ու ինչպիսին է մեր շփումը, ես միշտ դասախոսությունների ընթացքում փորձում եմ հավասար այսպես պայմաններ ստեղծել, այսինքն այնպես չի, որ իմ ասածը, իմ կարծիքը պետք է այսպես գերիշխող լինի, ես ցանկացած բան, որ պետք է պահանջվի դասի շրջանակներում, ես անպայման համաձայնեցնում եմ լսարանի հետ, փորձում լսել իրենց ֆիդբեքերը, փորձում վերլուծել, ինչի են իրենք այս ուղղությամբ դիտարկում ու ես միշտ սիրում եմ ցանկացած բան մտագրոհի քննարկումների արդյունքում, վերջնակետին հասնել ու դրանով պայմանավորված նաև փորձում եմ հիմնական, այդ ավանդական դասախոսություններից զատ նաև նպաստել, որ ուսանողներս նորարարական գաղափարներ փորձեն գեներացնել, որտեղ շատ կարևոր է հիմա հատկապես ուղղակի կարճած չմնալ X ժամանակում X ծավալի տեքստ ինչ որ սովորելուց, այլ պետք է մի քիչ ավելի ստեղծագործական աշխատանք անել ու ինչի Հայաստանում գիտությունը չի զարգանում, այլ հավասար պայմաններ, որովհետև ստեղծագործական աշխատանք շատ դրան նպաստող քաղաքականություն ասեմ, ռազմավարություն ասեմ, մեծ հաշվով չկա։ Հիմա ես էլ ասպիրանտ եմ եղել, բայց ընդհանուր ոլորտը այնպիսին չի եղել, որ ինձ մոտիվացնի։ Ու դե պատկերացնում ես, հիմա ես ուղղակի շատ մեծ նպատակ եմ ունեցել սովորել ասպիրանտուրան պաշտպանել թեկնածուական տնտեսություն, ես շատ մեծ նպատակ եմ ունեցել ու ամեն գնով փորձում եմ դրան հասնել, բայց շատ ուսանողներ ուղղակի կարող է չունենան, չէ՞, այդքան մեծ ցանկություն ու շատ հեշտությամբ կարող են ընթացքում կոտրվել։ Դրա համար կարծում եմ, որ այստեղ նաև պետական քաղաքականության դերն էլ է էլի կարևոր, որ կրթության ոլորտում շատ բարեփոխումներ լինեն ու նպաստեն, երիտասարդների երկարաժամկետ կրթությանը նպաստելուն, խթանելու նրանց։ Դրանց շատ իրականում հարցեր կան, որոնք որ կարիք ունեն էլի քննարկելու, մտածելու, իրոք մտածելու տեղիք են տալիս։ Դե որ հարցերին էլ հասանք, այս վերջում քննարկվում է երիտասարդական քաղաքականություն ընդունելը, նոր օրենքը, որ կարծես հավանություն է ստացել ու շուտով կունենանք, ինչ ես կարծում եմ հիմնական որ կետերին պետք է անդրադառնա առհասարակ երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում։ Ուստ քեզ արդարացված է այդ ամեն ինչին առանձնացնելը երիտասարդներին ու տենց բոլոր ոլորտներում ոնց կարա խթանի երիտասարդների ներգրավվածությունը։ Գիտես, իրական ուսումնասիրել եմ ես քաղաքականությունը, բայց կոնկրետ որ մասով ես ուզում ավելի շատ հարցին նայեմ, այսինքն
ինչ բացեր եմ տեսնում, հա։ Հա, ըստ քեզ որ ինչ բացեր կան, որ կարելի է լրացնել այդ Ես քաղաքականության անկեղծ ասեմ, ես ավելի շատ կուզենայի, որ երիտասարդներին կողմնորոշեին ավելի շատ հետազոտական ուղղությամբ, որ հա, օքեյ, ակտիվ նախաձեռնություն, համայնքում փոփոխությունների առաջ բերում եւ այլն, բայց ես ավելի շատ անկեղծ եմ ասում երիտասարդներին, քանի որ շատ եմ շփվում երիտասարդների հետ, պակասում է ավելի շատ հետազոտական միտքը զարգացնելը, պատճառահետևանքային կապեր, այ որ ասում ես ինչ են սկսել ավելի այդպես արագ տեղեկատվություն ստանալ ու ինչի, հա, շատ ժամանակ չեն կարդում, որտեվ արդեն սովոր են արագ տեղեկատվություն ստանալուն, այ հենց դա էլ դրա հետ է էլի կապված, երբ որ օրինակ ես ուսանողին հանձնում եմ հետազոտական աշխատանք արել, ինքը կարող է ինչ-որ տեքստեր ուղակի copy paste անի ու ասի, որ դա հետազոտություն է, բայց չէ, հավատա, եթե մի քիչ շատ փորձենք դրա վրա շեշտը դնել, փորձենք ուղղորդել, հա, մի քիչ ավելի երկար մտածելուն, պատճառահետևանքային կապերը գնահատելուն, շատ ավելի ինձ թվում է զարգացած հասարակություն կունենանք ապագայում։ Ես այդ կտորը կուզենայի ավելի շատ զարգացվեր, հա, այդ քաղաքականության մեջ։ Շատ կարևոր հարց ես բարձրացնում, իրականում այդ ակտիվությունը իրականում շատ լավ է, ծրագրեր անելը շատ լավ է, բայց այդ ամենի հիմքում ոնց որ կարիքն ու պատճառը պետք է լինի, ու ես հիշում եմ հենց ՏԺՏ-ից էլ առաջի բանը, որ մենք մեզ հարցնում էին, ինչ ես դու այս ծրագիրը անում առհասարակ, շատ լավ ես անում, գնում ես դասընթաց անես, կամ ինչ որ մի բան ես փոխում, կա դրա կարիքը թե չկա, ինչ հետազոտություն ես արել, ոնց ես դա դու անելու, ու այդ ինչ կտա վերջնարդյունքները որն են պրոդուկտները, որն են որ ստանալու ես։ Ինձ թվում է այդ ակտիվությունը շատ հաճախ կարող անիմաստ էներգիայի ու ժամանակի վատնում է լինի, եթե հիմքում այդ հետազոտությունը չկա։ Ու իրոք շատ կարևոր թեմա է բարձրացնում։ Իրականում գիտես, հետազոտական Հայաստանում առհասարակ ես ինչ խնդիր որ բարձրացվում է, թե կլինի երիտասարդության քաղաքականության ոլորտում, թե առհասարակ ուրիշ, հա, ոլորտում, ես միշտ կապում եմ նրա հետ, որ նախապես չի արվել հետազոտություն, չի բացահայտվել խնդիրը, չի բացահայտվել կարիք ու դրա արդյունքում ունենք այն ինչ ունենք։ Իհարկե, շատ դեպքերում նաև ցավով եմ ասում ունենք այն ինչ ունենք, այսինքն ոչ թե հա ավելի բացական տեսանկյունից, այլ ինձ նաև այդ process-ի մի մասը համարելով։ Ու ես կարծում եմ, որ որոշ դեպքերում այ հենց այդ քննադատական վերլուծական մտածողության պակասն է, էլի, որը որ իրականում շատ պետք է մեր հասարակությանը։ Ու նաև քննադատական մտածողության մասին կարող ենք նաև խոսել, դա էլ է շատ կարևոր իրականում ու գիտես հենց ՏԺԴ-ում սովորելու ընթացքում եմ ես առաջին անգամ ինչ մեղքս թաքցնեմ քննադատական մտածողության մասին լսել, որովհետև կային չէ պարտադիր պահանջվող նյութեր քննադատական մտածողության թեմայով ու հիշում եմ, որ բավականին հագեցած ու ես սկսեցի կարդալ, ասում լավ ինչ է այս քննադատական մտածողությունը, հետո հասկանում թե ինչքան է դա մեզ պակասում ունենալ քննադատական մտածողություն։ Ну, այսինքն նաև դա էլ է էլի օգնում, որ ավելի խելացի կրթված հասարակություն ունենանք ապագայում։ Իմ կյանքում շատ մեծ ներդրում ունեցած դասախոսներից մեկը միշտ ասում էր, եթե ձեր մոտ խելացի միտք է գալիս, հավատացեք աշխարհում կա մարդ, ով որ ձեզնից առաջ այդ միտքը ունեցել է ու հաստատ դրա վերաբերյալ ինչ որ մի հրապարակում կա, անպայման հետազոտություն արեք, կարդացեք ու ձերը ավելացրեք, ու այդ սինթեզի միջոցով նոր բան կարաք դուք միայն ստեղծեք։ Առհասարակ լավագույն ու հանճարեղ մտքերը հետազոտությունից են ծնվում։ Ինձ թվում է հենց այդ կրթության կարևոր տված հմտություններից մեկը քննադատական մտածողությունն է, մյուսը հաղորդակցությունը։ Ու կրթությունը իրականում պետք է մարդուն տա ոչ միայն չոր գիտական գիտելիքներ, ինձ թվում է կարևոր այդ հմտություններն են ճիշտ վերլուծելու, ճիշտ կարդալու, սովորելու ձևը իմանալու, որովհետև հոյ 4 տարին կամ ավելի երկար չես սովորում։ Հետո գիտես ինչն է շատ նաև կարևոր, որ ուսանողի մոտ ու առհասարակ երիտասարդության մոտ կարողանաս ձևավորել ինչ որ մի բան սովորելու, անելու անհրաժեշտությունը, կարևորությունը ու կարողանաս իրան տաս պատկերացում, թե ինքը ինչքանով է կարևոր հասարակության մեջ, որովհետև չէ, ի վերջո պետքա մարդը գիտակցի, որ իր եւ արած լավ բանը եւ վատ, հա, քայլը ուղղակի ազդեցություն ունի մեր երկրի ապագա զարգացման, հասարակության զարգացման վրա ու պետքա ոնց որ ամեն մեկի մոտ նաեւ այդ իրավագիտակցությունը, պատասխանատվությունը փորձենք, հա, ավելի շատ զարգացնել։ Այլ
Օրինակ դու քեզ այսքան քննարկում ենք, որ լավ կլինի այսպես լինի կամ այնպես, քեզ որտեղ ես պատկերացնում օրինակ մի քանի տարի հետո։ Իրականում ինձ Ես այդ հարցը իրականում ինձ օրը մի քանի անգամ տալիս եմ ու իմ համար արդեն սովորական է դարձել, բայց դու օրինակ քեզ որտեղ ես պատկերացնում։ Իրականում ուզում եմ նախ կրթությունը շարունակել, մի քանի տարի հետո եթե ենթադրենք արդեն ավարտել եմ այդ կրթության փուլը, պատկերացնում եմ անպայման հետազոտությունների մեջ, գիտական հետազոտությունների մեջ, շրջակա միջավայրի գիտության մեջ դասավանդելիս ու նաև համայնքային ակտիվության մեջ եմ նաև պատկերացնում հասարակական գործունեության մեջ ու այն հիմնական բանը որտեղ որ կուզեմ լինեմ երևի կուզենամ վերջապես ինչ-որ մի որոշում կայացնող դերում լինեմ, որ հիմնականում մեր հասարակական ոլորտի պայքարը որն է օգնել որոշում կայացնողներին, իրենց քննադատելով, իրենց լուծումները ցույց տալով, իրենց փոխարեն շատ հաճախ աշխատելով, որ ճիշտ որոշումներ ընդունվեն ու այդ որոշումները փոփոխություններ բերեն։ Ես ուզում եմ վերջապես մի քանի տարի հետո լինեմ հենց այդ որոշում կայացնող առաջին ձեռքից ու հույս ունեմ ես էլ կունենամ այդ ժամանակ ավելի մեծ երիտասարդների բանակ ովքեր ինձ կքննադատեն ու ճիշտ ուղղությունը ցույց կտան, որ միշտ ոտքես գետնի վրա լինեն։ Հիմնական այդ նպատակն է այդպեսին է։ Իսկ չես կարծում, որ որոշում կայացնողի դեմ ենթադրում եմ, որ ֆորմալ չէ։ Դիրքում որոշում կայացնող կամ քաղաքականություն մշակող լինես, հա։ Գիտես, իրական շատ հետաքրքիր հարցի շուրջ կարող ենք այս մասով խոսել, որովհետև ինչի եմ ասում, եթե դու ուզում ես լավ որոշում կայացնող լինել, նաև պետքա լավ թիմ ունենաս։ Այդ շատ կարևոր, որովհետև դու կարող ես շատ լավ իդեաներ ունենաս, բայց չկարողանաս այն թիմը ձևավորես, որը կարողանա կիսել հա քո արժեքները քեզ հետ պատրաստ լինի ճանապարհ անցնել, աշխատում ես այդ ուղղությամբ։ Թիմ ունենալու իրականում ամենակարևորներից է։ Ես կարծում եմ, որ պետք է այս փուլից սկսած աշխատես։ Իրականում շատ մեծ ցանց կա, շատ երիտասարդներ կան, որոնց ճանաչում եմ տարբեր մարզերում Հայաստանի ու վստահ եմ, որ յուրաքանչյուրից բոլորն էլ ամեն մեկն էլ այդ երիտասարդներից ինչ-որ փոփոխություններ բերող են ու շատ մեծ պոտենցիալ ու հմտություններ ունեն ու շատ կոմպետենտ են, բայց դեռևս տենց թիմ ձևավորելու մեջ չեմ աշխատում, կարող ես մտածել այդ ուղղությամբ։ Այնպես որ բաց եմ, եթե ուզում եք միանալ իմ թիմին Instagram-ից գրեք։ Շատ լավ, անտիշ։ Շատ լավ իդեաներ ունես իրականում։ Ակադեմիական միջավայրում էլ հաստատ քեզ տեսնում եմ, նաև դասախոսական, գիտահետազոտական, անտիշ։ Այ մի հատ հարց եմ ուզում քեզ տամ, դու ոնց ես վերաբերվում մեր էքսպերտներին, առհասարակ ցանկացած մարդ կարող օրինակ իրան էքսպերտ ասի, չգիտեմ, ինչ որ գիրք կարդանք, ասենք, ես ես ինչ բանի էքսպերտն եմ, ըստ քեզ ինչա պետք որ քեզ ասես էքսպերտ, ես այն շատ ամենասկզբից մտածել եմ այդ մասին ու ես ինքս չեմ գտել վերջապես որ կետից հետո ես դու էքսպերտ ու ինչա նշանակում է էքսպերտ լինել։ Այդ շատ դժվար։ Ասեմ, իրական ես էլ եմ նկատել այդ խնդիրը մեր հասարակության մեջ, որ մարդը ընդհանրենք մի 2 ամսվա կուրս է ավարտում, օրինակ, կամ ինչ որ դպրոցում է սովորում, իրեն համարում է էքսպերտ, բայց ոչ բնականաբար։ Փորձեմ էքսպերտը սահմանել, հա, ըստ իս։ Կարծում եմ, ենթադրենք ինչ որ X ոլորտում էքսպերտ, մարդ, ով որ խորապես տիրապետում է այդ ոլորտի բոլոր առանցքային կետերին, բոլոր նրբություններին, այդ ոլորտի շրջանակներում բազմաթիվ հետազոտություններ է իրականացրել ու տարբեր կողմերից, այսինքն ունի նաև փորձ որոշակիորեն, չէ, եւ ամենակարևորը ծանոթ է այդ ոլորտին եւ տեսական բաղադրիչով եւ գործնական, այսինքն մի բան է, երբ որ դու նստած գրում ես, վերլուծում ես, մեկ այլ բան, երբ որ դու մտնում ես իրական կյանք։ Այդ ամեն ինչի արդյունքում մարդու մոտ ձևավորվում է արդեն սեփական կարծիքը, սեփական
հարցին նայելու սեփական տեսանկյունը, հա, այսպես ասած, ու ըստ այդմ ինքը ոնց որ առանձին մի հատ անհատ է ձևավորվում, ով որ կարողանում է նաև մասնագիտական խորհրդատվություն տալ, հիմնվելով իր անցած ճանապարհի վրա, այսինքն դա նախ ժամանակ է պահանջում էքսպերտ դառնալու, հա, գործընթացը, ու նաև շատ գործնական եւ տեսական գիտելիքներ։ Եվ որ դու օրինակ ասում ես, պատկերացնում ես քեզ նաև ասպիրանտուրայում սովորելու, իմ կարծիքով սա շատ լավ հնարավորություն է այդ ճանապարհով անցնելու համար, որովհետև լավ էլի հարթություն է, որտեղ որ դու կարողանում ես ինքնադրսևորվել ու ինքնակրթվել։ Ամենակարևորը, հա, էքսպերտի նաև կարևոր առանձնահատկություններից մեկը նա է, որ ինքը միշտ հնարավորություն ունի ու ընդունում այդ մարտահրավերը ինքնակրթվելու։ Ասպիրանտուրայում այդ շատ լավ հնարավորություն է, երբ որ դու անընդհատ տեսականն ես ուսումնասիրում, հետո փորձում ես հասկանալ, թե գործնականում դա ինչպես այդ process-ը իրականանում։ Ու չեմ ասում ես այս պահին էքսպերտ եմ, օքեյ, չէ, ես դեռ այդ փուլին չեմ հասել, բայց ես կարծում եմ, որ ճանապարհը այդ ուղղությամբ է, միակ խելամիտ ճանապարհը։ Հակառակ դեպքում չեմ պատկերացնում էքսպերտը ինչպես է կարող է լինել։ Մի հատ շատ կարևոր բառ ասեցիր ինքնակրթությունը։ Իրականում sense երկու տարածված միտք կա, առաջինը որ սովորողը ամենտեղ կսովորի, երկրորդը որ օրինակ այս ինչ համալսարանը գիտելիք չի տալիս կամ այս ինչ տեղեկատվություն չեն տալիս, դու որտեղ ես այդ հարթության մեջ, ոնց ես գտնում սովորողը ամենտեղ կսովորի, թե սովորողին պետքա սովորացնեն էլ որ սովորի։ Երկու ստեկ երևի եւ պետքա սովորողը ամենտեղ կսովորի, բայց պետքա նաև պայմաններ, միջավայր սովորելու համար, հա։ Օրինակ հիմա ես երազանք ունեմ դրսում սովորելու։ Հիմա չգիտեմ, մի քիչ այդքան ինձ չեմ դեռ տեսնում այդ կետում, բայց շատ մեծ ցանկություն ունեմ։ Եթե իմանայիք ժամանակահատվածում անելով ինչ որ աշխատանք, հա, այդ ուղղությամբ ես կհասնեմ նպատակից, ինձ հիմա մոտիվացիա է պետք այդ մասով։ Հաստատ կգնայի այդ ճանապարհով, որովհետև կարծում եմ, որ օքեյ, ես սովորել եմ համալսարանում, լավ եմ սովորել, բայց կարծում եմ, որ կարող եմ ավելին ապագայում։ Չէ, վստահ եմ հաստատ սովորելու ես։ Օքեյ, այս տեսանյութը կպահենք, հետո եթե ստացվի կնայենք։ Հետ դոկտորական աստիճանդ արդեն կանես դրսում հաստատ։ Այսքան խոսացինք հետազոտություններ անելուց։ Հիմա եթե ինչ-որ մեկը նստած է ու ուզում է հետազոտություն սկսի անել, իր կյանքում առաջին անգամ կամ ուզում է ավելի լավ անի, ըստ քեզ ինչ պետք է անի, որ այդ հետազոտությունը հաջողվի, հետո որ ասես ընտիր հետազոտությունը արել ու իրոք ցենց քննադատաբար մոտեցել, ինչ գործիքներ կամ ինչ մեթոդներ դուք առաջարկես։ Նայ, հետազոտություն անելուց այս հարցին շատ են տվել, կարևոր է հասկանալ նպատակը հետազոտության, այ դու ինչ ես ուզում որն է քո նպատակը եւ ինչ խնդիրներ ես քո առջև դրել հետազոտության շրջանակներում։ Ես իմ ուսանողներին միշտ ասում եմ, ժողովուրդ, եթե դուք անգամ մեկ խնդիր դնեք ձեր հետազոտության առջև, օքեյ է, միշտ գնում են դժվարի հետևից, երկար ինչ-որ շարադրանքների հետևից, մոռանալով, որ պետքա սկսել նպատակ, խնդիր, վերջնարդյունք, այսպես ասած, բայց ամենակարևորը ինչի համար ենք հետազոտություն անում, որն է նպատակը հետազոտության։ Ես էլ կավելացնեմ, շատ կարևոր է նախ, քո ասածը շատ կարևոր է, բայց ինձ թվում է նաև երկրորդ բանն է, որ կարևոր այդ ամեն ինչը ճիշտ գրելու ու ներկայացնելն է, այդ գիտական գրականություն առհասարակ ստեղծելը, ունենալ ներածություն, ունենալ հիմնական մաս, վերջաբան ու գրել իրոք են ակադեմիական լեզվով ու գրել շատ հետաքրքիր ու երբեք չգրել գրելու մասին։ Այս հետազոտությունը ուսումնասիրում եմ, մենք այստեղ ուսումնասիրեցինք, չէ, ուղղակի հենց գրել, շարադրել քո տեսակետը, ապացուցել, ինձ թվում է դա ամենակարևորն է ու ես որպես ուսանող, երբ որ առաջին անգամ ուտ գործեցի այդպես ակադեմիական աշխարհ, իմ բախտը բերել է, ես շատ ուրախ ու հպարտ եմ, որ արևմտյան ակադեմիական աշխարհ եմ ուտ գործել ու հենց այդ ակադեմիական գրականություն ստեղծել, առաջին կուրսում եմ հենց այդ ամեն ինչը սովորել ու դրանից հետո ես ուղղակի սիրահարվել եմ գրելուն ու այդ ամեն ինչը կարդալուն, հիմնականում այդ կաղապարներն էլ ինձ թվում շատ կարևոր։
որ շատ միտքդ լավ ներկայացնես։ Հետո պետքա մտքերը իրար հենց այդ պատճառահետևանքային կապեր, որ ասում էի պետքա, չէ, ուսանողների մոտ շատ զարգացվեն, այսինքն իրարից անկախ մտքեր չգրվեն, արտագրված ինչ որտեղից վերցված, ու այդ շատ իրական մեծ խնդիր է, որ նախ ուսանողների մոտ, երիտասարդության մոտ չկա հետաքրքրություն այդքան շատ, հա, հետազոտություններ անելու նկատմամբ, ու երկրորդը այդքան շատ իրանց չի տրվում գիտելիք հետազոտության հմտությունները զարգացնելու մասով, հա։ Դրա համար ես ինչքան կարողանում եմ, թեկուզ սովորական անհատական աշխատանք կոչվածը, հա, համալսարանում, ես դա իրենցից պահանջում եմ, որ ինձ ուղարկեն առաջին անգամ, ես դա նայեմ, ու ես իրենց հստակ կաղապար եմ տալիս։ Որտեվ կարծում եմ, որ իմ ամենամեծ ներդրումը կարա դա լինի, որ ես գոնե ինչ-որ չափով օգնեմ իրենց հետազոտություն անել սովորել։ Նայում եմ նորից հետ եմ ուղարկում, որ գոնե ինչ-որ մի դրական փոփոխություն լինի էլի իրանց կյանքում։ Օրինակ, քանի դասախոս ես հարցնեմ։ Երկու տեսակ դասախոսներ կան, առաջինը արհեստական բանականությունը քիչ թե շատ ընդունում է, երկրորդը կտրականապես թեմա։ Օրինակ դու որ կողմ ես, օրինակ ChatGPT-ին սիրում ես դու որպես դասախոս թե չէ։ Ու ոնց ես վերաբերվում առհասարակ արտադրության այդ հետազոտությունների մեջ։ Առաջին հարցի պատասխանը առաջին տիպի դասախոս, որպես այդպես, իքը նորմալ է, եթե 21-րդ դարում ունենք, հա, այդպիսի հնարավորություն ճիշտ օգտագործելու, ինչու ոչ, բայց պետքա ամեն ինչ, ինչպես ասում են, չափի մեջ լինի, այսինքն արհեստական բանականությունից պետք չի ինչ-որ բան հարցնել, վերցնել, տեղադրել հետազոտական աշխատանքի մեջ։ Դա օգտագույն սխալ եմ համարում ու ոչ ճիշտ ուղղորդում ու դասախոսը որպես, հա, այդ ժամանակահատվածում մենթոր որպես պետքա կանխի այս գործընթացները ու դե բնականաբար ինձ որ օրինակ ուղարկում են միանգամից ես հասկանում եմ որ դա արհեստական բանականությամբ է գրված։ Պարզ է, էլի ոչ հայերեն տեքստեր են։ Միանշանակ պետքա օգտագործել, բայց խելամտության սահմաններում ու օգտագործել գործիք որպես ուղղորդելու ավելի շատ տեսանկյունից, հա, օրինակ կամ տեխնիկական բնույթի աշխատանքները փորձել տալ արհեստական բանականությունը։ Ենթադրենք ինչ-որ նյութ ունես, ուզում ես պրեզենտացիա սարքել, հա, օքեյ, 10 նյութը ինքը քեզ համար ինչ-որ ձևավորի կամ դիզայն անի, բայց ինչ վերաբերում է բովանդակությանը ու մտքի շարադրանքին, բնականաբար դեմ եմ, որ մտքերը արհեստական բանականությունից վերցվեն եւ նույնությամբ, այսինքն դա էլ հետազոտական աշխատանք չի կարող էլի համարվել։ Հուսամ կարողացա ինչ որ մի կետում ես քո նկարագրածի ինձ դիրքավորել։ Ժամանակակից դասախոսով ընդունում է տեխնոլոգիաները։ Այս վերջում Ամերիկայից չէ գնացել, ինչ ծրագրով էիր գնացել ու ինչ փորձ ունես, որը որ օրինակ կուզեիր կիսվել քո ընկերների շրջանում։ Հա, այս ամռանը նախորդ գնացել էի ԱՄՆ Study of the US Institute SUSI ծրագրով Փենսիլվանիայի համալսարանում, Շիփենսբուրգ համալսարանում եմ եղել ու ընդհանուր 5 նահանգներ ենք այցելել։ Շատ լավն են ԱՄՆ-ի այդ ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս թե քո մասնագիտության կամ ոլորտի մեջ խորնալու, թե նաև հասարակական ոլորտը եւ ԱՄՆ-ի կյանքը ու առհասարակ այդ քաղաքական համակարգը ծանոթանալու շատ մեծ բաներ ա տվել առաջին հերթին ընկերներ, լիքը միջազգային տարբեր երկրներից եվրոպական առհասարակ քարտեզի վրա տարբեր տեղերից ընկերներ, ԱՄՆ-ի ակադեմիական համայնքում շատ լավ ավագ ընկերներ, որոնց միշտ հենց այսօր էլ դիմում եմ, ինչ որ բան եմ խնդրում վերանայել կամ ինչ որ գրականության մեջ ինչ որ առաջաբան գրել իմ համար կամ որևէ միտեղ երաշխավորագիր գրել, շատ բան ա տվել բացեն 4 գիտելիքներն ու հմտությունները ու արի հենց քանի որ ասացիր օրինակ միջազգային փոխանակման ծրագրերին ոնց ես վերաբերվում ու օրինակ բացակա կդնեիր այն ուսանողին որ մի ամսով գնացել է ինչ որ փոխանակման ծրագրին ու դասի չի գալիս ասեմ որ այո կդնեի, որովհետև եթե չդնեի, հետո դա էր ինձ համար խնդիր լինելու, որտեղ փաստացի մարդը երկրում չի եղել, բայց ես կօգնեի այդ ուսանողին հատուկ ժամանակ կհատկացնեի, որ այդ մի ամսվա ընթացքում ինքը ինչ որ բաց է թողնել, փորձեինք արագ միասին վերականգնել, այսինքն ֆորմալ առումով օքեյ կապահովեինք, հա, հետագա խնդիրներից խուսափելու համար, բայց ես կօգնեի ու շատ լավ եմ վերաբերում իրականում, հա, միջազգային փոխանակման ծրագրերին, որովհետև
եւ կապերի տեսանկյունից եւ մտահորիզոնը, հա, ավելի լայն մտահորիզոն ձևավորելու առումով եւ մշակութային, հա, փոխանակման տեսանկյունից, կապերի ձևավորման, հետագա հնարավոր համագործակցության ստեղծման շատ լավ հնարավորություններ կան հիմա իրականում երիտասարդների համար ու պետքա մաքսիմալ օգտագործել, քանի երիտասարդ են։ Ես որ գնում եի, գնալուց առաջ էլ հետո էլ ասում են, «Всё, դե գնացիր, էլ չես ուզենա հետ գա, հաստատ կմտածես հետո տեղափոխվելու, ստեղ կավարտես կգնաս» եւ այլն, ու մանավանդ որ ամերիկանում եմ սովորում, ինձ միշտ ասում են, «Բայ երբես գնում եմ Ամերիկա», մտածում եմ, որ հենց ավարտեմ գնում եմ Ամերիկա, վիզաս պատրաստ դրած է։ Այ օրինակ դու ոնց ես մտածում, այդ տեսակ ակտիվությունը նպաստում է, որ երիտասարդները կամ ներուժը կամ ուղեղները արտահոսեն երկրից ու համայնքից, արի համայնքի մասով էլ խոսանք, ըստ քեզ ոնց ես վերաբերվում դրան, որ մենք գալիս ենք ստեղ սովորում ենք, հետո ստեղ ենք աշխատանք գտնում ու այդ գնալ գալն էլ այնքան հարմար չի լինում, միշտ ձգտում ենք Երևանում մնալ, ավելի լավ կարիերա ունենալ, այ ոնց անենք, որ համ էլ համայնքի հետ կապը չկտրենք ու համ էլ մենք զարգանանք ու կարիերայի աճ ունենանք ըստ քեզ։ Իրականում մի քանի շատ դժվար է այս ամեն ինչի մեջ նաև նպաստել համայնքից զարգացման, որովհետև նայ, դու ամեն օր աշխատում, հոգնում, շաբաթ-կիրակները փորձում ես հանգստանալ, Երևանում ես գտնվում, շատ քիչ ժամանակ է մնում, հա, առավել ևս այն դեպքում, երբ որ օրինակ մենք համայնքից տեղափոխվել ենք, հա, մարզից տեղափոխվել ենք Երևան ու այստեղ ենք երկար ժամանակ ապրում, չգիտեմ, երևի առաջնահերթության հարց է ավելի շատ, քան ինչքան էլ ասում եմ ժամանակ ծանրաբեռնվածություն, եթե մարդը ուզենա ինչ-որ բանով օգնել, հաստատ ժամանակ կգտնի։ Պետքա ինչ-որ երևի կապեր ստեղծել, ինչ-որ հարթակ ստեղծել, որ պարտադիր կերպով գոնե շաբաթը մի անգամ այնտեղ հայտնվել ու կամավոր հիմունքներով նաև փորձել օգնել, հա, համայնքի երիտասարդներին, փորձով կիսվել, ինչ-որ առումներով ուղղորդել, թեկուզ մասնագիտական խորհրդատվություն տալ եւ այլն, բայց իրականում դա շատ լուրջ խնդիր է Հայաստանում, որովհետեւ համայնքները մեծամասամբ пассив են ու ես չգիտեմ թե դա հա լիազորությունների շրջանակում է ամենաշատը, որ մենք փորձենք համայնքների զարգացման նպաստ։ Հիմա ինչքան էլ ասում ենք երիտասարդ, մենք փորձենք, հա, որպես ակտիվ նախաձեռնողներ այդ ամեն ինչում ներգրավված լինել, բայց միաժամանակ նաև տեղական ինքնակառավարման մարմինները պետք է աշխատեն այս մասով, նաև չգիտեմ այլ լիազոր մարմիններ եթե ունեն, հա, այդ երիտասարդական ակտիվությանը խթանելու ինչ-որ լիազորություն, երևի պետք է համագործակցության արդյունքում համայնքները զարգանան եւ երիտասարդների եւ համայնքում գործող քաղաքացիական հասարակական կազմակերպությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինների, սա իրականում ամենալուրջ խնդիրն է, ես կարծում եմ, որովհետեւ եթե համայնքները չզարգանան քաղաքը եւս չի զարգանա։ Բայց իրականում ես վերջերս բիզնես գաղափար ունեի ու տենց մտածում էի ինչ որ մի փուլում բիզնես գաղափարս կյանքի կոչեմ։ Իհարկե դա չեմ բացի ճակերտները, թե ինչ բիզնես գաղափար է, բայց ամեն դեպքում այնուամենայնիվ նպատակ ունի նպաստել հենց համայնքներում համայնքային կյանքի ակտիվացմանը ավելի շատ։ Շատ լավ է։ Ինձ հարցնում էիր, թե արդյոք միջազգային ծրագրերը նպաստում են, որ երիտասարդները օրինակ ինչ որ ժամանակ հետո տեղափոխվեն ու դրսում ապրեն։ Ես չգիտեմ, միգուցե դու ինչ ես կարծում այս մասով։ Կուզեի քո կարծիքը լսել իրականում։ Ինձ օրինակ այդ ծրագրերը օգնել են շատ երազել դրսում գնալ դուրս տեսնել այնտեղի հասարակությունը, այնտեղի հասարակական, քաղաքացիական հասարակությունը, այնտեղի ոլորտը առհասարակ ու հնարավորությունները ու երազել, որ սեփական երկրում էլ ունենաս դա ու փորձել գտնել ինչ-որ եղանակ դրան հասնելու կամ ինչ-որ մի ձև միջև կյանքիդ վերջ այդ երազանքները ունենալու, հետո այդ փոխանցելու հաջորդ սերունդներին, որ ինչ-որ մի իմ կարծիքով դրանք շատ են օգնում։ Առհասարակ ես իմ տունը համարում եմ ոչ միայն Հայաստանը, նաև երկիր մոլորակը, բացի նայած որ շրջակա միջավայրի ոլորտում եմ դրա համար եմ տենց համարում, նաև կարծում եմ, որ մենք միասնական ու փոխհամագործակցությամբ կկարանանք բոլոր երկրներում ապահովենք այդ զարգացումը ու շատ ցավով եմ նայում, որ օրինակ միջազգային զարգացման գործակալություններ են փակվում, որովհետև իրականում մենք բոլորս իրար տալու բան ունենք ու միասին համատեղ կկարողանանք զարգացնել ու ստեղծել
ինչ որ մի համակարգ, որը այսքան տարի, միլիարդավոր տարիներ եկած մոլորակը ավելի բարձր աստիճանի կհասցնի, ինձ թվում է այդ բոլորը շատ պետք են ու երբեք չի ազդում արտահոսքի վրա, եթե անգամ ինչ որ կյանքից փուլում հայտնվեմ օտար երկրում ու հենց այս վիդեոն գտնեն, ասենց ուղարկեն, ասեն այստեղ մեծ խոսում էր, գնացիր, ինձ թվում է միշտ էլ հետ են գալու, թեկուզ մտքով, թեկուզ ինչ որ մի նախաձեռնությամբ, թեկուզ ինչ որ մի օժանդակությամբ հետ քո երկիր, որտեղից դու հենց սերվել ես ու գնացել ես մոլորակը ու քո երկիրը փոխելը, որտեղ այդ բոլորը շատ կապված են իրար հետ։ Ես իրականում ես էլ եմ շատ կարևորում, հա, նման միջազգային ծրագրերի մասնակցությունը, ներգրավվածությունը, բայց ես ինձ օրինակ չեմ պատկերացնում դրսում ապրել, չգիտեմ, միգուցե շատ ինչ որ տենց կարծրացած մտածողություն է, միգուցե, բայց չեմ պատկերացնում, ուղղակի կուզենայի ինչ որ շրջան ապրել դրսում եւ փորձել այնտեղի փորձը, լավ փորձը իհարկե, Հայաստանում ինչ որ ձևով տեղայնացնել։ Իսկ ես որ երկրում ես պատկերացնում ապրելիս։ Եթե անցած տարի հարցնեի, կասեի ԱՄՆ, 4 տարի հետո ԱՄՆ-ում, կարծում եմ։ Իրականում ԱՄՆ-ն մի երկիր է, որի սխալներից շատ բաներ կարաս սովորես ու որի այդ փորձառությամբ ու հարուստ պատմությունից քաղաքացիական ոլորտում շատ բաներ ունես սովորելու ու նաև այն քաղաքական համակարգը, որ այնտեղ կա, ինձ միշտ հետաքրքրել է, օրինակ, եթե փորձենք այդ ամեն ինչը վերցնել ու տեղայնացնել Հայաստանում ինչ կստանանք ու այդ կաշխատի, չի աշխատի ու արդյոք հարմար է մեր համար որպես հայ ժողովուրդ ունենալ նման քաղաքական համակարգ, այդ ինչա հետաքրքրել է, բայց չեմ հետազոտել դեռևս, որ հասկանամ ինչքանով են դրանք համապատասխան։ Իրականում հիմնականում ԱՄՆ-ում եմ տեսնում, որովհետև ես ուզում եմ տեսնել ավելի ակտիվ քաղաքասարակություն իմ շուրջը ու թեկուզ կեղծ բայց շփտացող մարդկանց։ Ես էլ եմ Ամերիկայում Միացյալ Նահանգներում եղել տարիներ առաջ, էլի ծրագրով ու ինձ շատ հետաքրքիր էր ամերիկացիների այդ վարքագիծ ասեմ, բնավորության գիծ ասեմ, որ իրենք ինչ որ մերժել է, կարող էին շատ այսպես բարեհամբույր դեմքով ասել ոչ։ Այդ իրականում շատ հետաքրքիր է, չէ՞, մտածել ես այդ մասով։ Հա, ինձ թվում է դա շատ սիրուն է։ Կաշխատի օրինակ մեզ մոտ։ Մենք լրիվ հակառակն ենք, չէ՞։ Դա շատ սիրուն է ինձ համար առաջին հերթին, անծանոթին շփտալ, անծանոթին հարցնել ոնց ես ու ինչ որ կոմպլիմենտ անել պատահականացնող մարդուն ու հետը խոսալ, ինչ որ ուղղակի այդ օր ինքը ինչ արել ու ինքը շատ ազատ կարող կիսվի ինչ որ մի անձնական բանով, իսկ դա շատ հաճելի ու կարևոր է, բայց այդ ինձ թվում է լուծվող հարց է մի քիչ ավելի, եթե մենք ստեղծենք այնպիսի միջավայր մեր երկրում ու մի քիչ հոգսերն էլ թեթևանան ավելի, բոլորս կսկսենք ինձ թվում է իրար շփտալ, շատ կարևոր է ինձ թվում է շփտալը։ Քանի այս հույսի նոտայի վրա ենք, օրինակ ոնց ես տեսնում քո 10 տարի հետո քո համայնքը, որն է քո երազած համայնքը, կամ թեկուզ Երևանը 10 տարի հետո, Հայաստանը առհասարակ 10 տարի հետո։ Օй, դժվար հարց։ Ես իրականում լիահույս եմ, որ քայլ առ քայլ չոր կետի կհասնենք ու միաժամանակ եւ երիտասարդական կյանքը, հա, կլավանա եւ որոշումները, որոնք որ կայացվում են, կլինեն ավելի փաստահեն, շատ կարեւոր է, հա, ու ընդհանուր կառավարման համակարգը կփոխվի։ Ես մեծ հույս ունեմ, որտեղ ես էլի եմ ասում, որ խնդիրները ես տեսնում եմ կառավարման համակարգի մեջ, այսինքն փոքր բաց թողումները, լիազորությունների սխալ ապակենտրոնացում, պատվիրակումը, հա, իրանցից ամբողջ կառավարման համակարգի առողջությունը, այսպես ասած, խաթարվում է ու
մենք չենք ունենում հաճախ այն զարգացած ոլորտները, ինչի մասին օրինակ ամրագրել ենք մեր ռազմավարությունում, հա, օրինակ ինչ որ X ոլորտի, հա։ Ես կարծում եմ, որ մի քանի ուղղություն ունենք, առաջինը հենց այդ կառավարման համակարգն է, հենց պետական կառավարման համակարգը, որը որ լուրջ բարեփոխումների կարիք ունի, հա, սկսած նվազագույն պլանավորման խնդիրներից մինչև վերահսկողությամբ։ Ու ես մտածում եմ, որ նաև պետքա ինչ-որ քաղաքականություն ծրագրեր լինեն, որոնցով կխթանվի երիտասարդների իրական ակտիվությանը, հա, ոչ թե կարճաժամկետ ինչ-որ ժամանակահատվածում ծրագիր իրականացնել եւ դադարեցնել, չէ, ավելի երկարաժամկետ ծրագրեր կուզենայի լինեն Հայաստանում, հետազոտական, հա, հմտությունների զարգացմանը միտված, ու ես չէի ուզենա անկեղծ, որ երիտասարդները գնային Հայաստանից, այլ այնքան լավ լիներ, այնքան իրենց ինտեգրված կզգային Հայաստանում, որ ուզենային մնալ ու այդ ամեն ինչի արդյունքում իրենց ընդհանուր կառավարման համակարգի մի մասը պատկերացնեին։ Այդ դեպքում հաստատ մենք կունենանք, կարծում եմ, ավելի լավ, հա, պետությունս իհարկե ինձ շատ ընդհանուր, հա, փորձում եմ ավելի այդպես գլոբալ ներկայացնել, հա, խնդիրները, բայց շատ խնդիրներ կան։ Ես անկեղծ այս process-ի ինձ մի մասն եմ համարում ու նաև շատ դեպքերում փորձում եմ երկար մտածել, թե ինչի օրինակ այս ոլորտը, այս վիճակում, թեկուզ կրթության, թեկուզ ուրիշ հա ոլորտներ, եթե կարանք ավելի լավը լինենք, ու հաճախ երբ որ խորանում ես, տեսնում ես, որ խնդիրները շատ փոքր բաների մեջ է թաքնված, որոնք որ կարելի է ուղղակի կանխարգելել։ 3 կարևոր բան ես ասել, որ կուզեմ դրա մասով ավելի խորանամ։ Առաջինը այդ բարեփոխումներն են։ Ինձ թվում է, ով ինչ փոխում է, ունի դրմա բարեփոխում։ Ինձ թվում է ցանկացած ռեֆորմ բարեփոխում չի։ Ու փոփոխություն անելուց հետո, երբ որ մի 10 տարի հետո բարի բան չի լինում, այդ հաստատ բարեփոխում չի ու լավ կլինի մեր քաղաքական լեքսիկոնից այդ բարեփոխում եզրումը մի քիչ ավելի զգույշ օգտագործենք ու ամեն փոփոխության անունը չդնենք բարեփոխում ու թողենք ժամանակը այդ գնահատի։ Երկրորդը կապված մասնակցության հետ, ինձ թվում է ցանկացած միջոցառում երիտասարդակենտրոն կամ մասնակցային դարձնելու համար մենակ դահլիճում երիտասարդ ունենալը կամ, չգիտեմ, երիտասարդին ֆլիփչարտի վրա գրել խնդրելը այդ մասնակցության ապահովում չի, իրական մասնակցությունը հենց լսելու, ակտիվ լսելու ու այդ լսածը կիրառելու մեջ է, բայց այս մասով շատ ազնիվ պետքա գտնվեմ ու ասեմ նաև ամեն ինչ չի որ պետքա լսել։ Իրականում երիտասարդությունը պետքա շատ ցանկացած փոփոխություն առաջարկելուց առաջ հետազոտի, հասկանա դրա կարիքը կա թե չկա ու ամեն ինչ ասելուց առաջ մի հատ էլի կողքից գնահատի, լավ էս ասածը իմաստունի թե չէ, չստացվի մենակ որոշում ընդունողներին մեղադրենք, որ ասենք երիտասարդին պետքա լսել ու ասածը անել, չէ, բայց պետքա լսել, բայց երիտասարդներն պետքա կարողանան այնպես ասել, որ լսեն իրանց։ Այս վերջում UNICEF-ի առաջնորդության տրեյնինգներից մեկի ժամանակ մի շատ կարևոր միտք ասեցին, ասում է հանրային քաղաքականության բանակցելուց կամ ցանկացած փոփոխություն բանակցելուց դու պետքա ձգտես ոչ թե նրան, որ քո հետ համաձայնվեն ու քո ասածը անեն, այլ դու պետքա ամեն ինչ անես, որ այդ որոշում ընդունողին դնես այնպիսի դրության մեջ, որ իր համար վատագույն սցենարը կլինի ու համարյա շատ դժվար անհնարին կլինի քեզ մերժելը։ Քո նպատակը այնա ոչ թե որ քեզ ասեն հա, այլ չկարանան քեզ մերժեն։ Իսկ այդ անելու համար դու պետքա բիզնեսի լեզվով խոսաս, քաղաքականության լեզվով խոսաս, այդ շատ կարդալուց ու շատ հետազոտելուց է գալիս։ Դրա համար եթե շատ կուզեմ, եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի խնդրով էս բային նեղվում է, անհանգստացած է, մի հատ այդ խնդրի վերաբերյալ կարդա, հետազոտություն անի, տերմիններ ուսումնասիրի, փորձի հասկանալ այդ ամեն ինչի բիզնես ասպեկտը, այդ ամեն ինչից որտեղից կարելի է շահ ցույց տալ, նաև որոշում կայացնողի համար, նոր գնա այդ ամեն ինչը բանակցի ու վստահ եմ, որ այդ ձևով հաստատ հաջողությամբ կհասնենք։ Երրորդ կետի մասով էլ ես զգացել եմ, երբ որ մենք ինչ-որ մի վատ բան ենք ասում կամ քննադատում ենք ընդհանուր վերջված հասարակությանը, ասում ենք, այս հայերը սենց են, այս հայերը մունատն են, այս հայերը
բան են, հերթ չեն կարող կանգնեն մի գծով, բայց հենց որ ասում ենք հյուրասիրություն եւ այլն, ասում ենք մենք հյուրասեր ենք, այսինքն մեզ դարձնում ենք այդ լավ հատկանիշների մասը ու հենց պետքա քննադատենք, մեզ մի հատ դուրս ենք բերում, ասում ենք այս հայերը սենց են, այս հայերը նենցն են ու մեզ այդ ամբողջի մասը չենք համարում ու քո ասածի ենթատեքստում հենց այդ ամբողջի մասը լինելն էր ու կուզեի այդ շատ ընդգծենք, որ եւ լավի եւ վատի մասն ենք մենք ու եթե մենք վատը այդ մասը տեսնելով մենք այդ վատը տեսնում ենք ուրեմն այդ վատից մեր մեջ էլ կարող քնածա կարող արթունա առաջին հերթին ինքնես մեզ փոխենք փորձենք այդ վատը հանենք մեր միջից ու փորձենք հասարակության ներսում մնալով այդ հասարակությունը լավը սարքել է ինձ թվում է դա էլ շատ կարեւոր ու միշտ ասենք մենք չասենք այս հայերը կամ չգիտեմ, այս ազգը ազգ չի դառնա, ժողովուրդ չի դառնա, ասենք մենք այս ինչ բանում վատն ենք ու դա ընդունում ենք ու աշխատում ենք, որ փոխվենք ավելի լավը դառնանք ու քանի մենք էլ ասել ենք, մի բան ավելացնեմ ակադեմիական հետազոտությունների եւ առհասարակ էսսեների մեջ ես մի օգտագործեք լավագույն դեպքում մենք կամ փորձեք գրել պասիվ լեզվով ավելի ու հանել հետազոտությունը անողին այդ ամեն ինչի միջից ու ներկայացնել ու ձեր ձեռքերով ու շուրթերով թողոսի գիտությունը ու այդ հետազոտությունը։ Իսկ թվում է դա շատ սիրուն է սարքում հետազոտությունը։ Բա դու ոնց ես տեսնում քո համայնքը 10 տարի հետո։ Շատ բարդ հարց ես տալիս իրականում ես հիշում եմ մոտ մի տարի առաջ բանավեճի ժամանակ sense թեմա ունենք Հայաստանը 2030 թվականին ու ինձ մեր թիմին ընկել էր վատատեսական դիրքորոշումը մենք հաղթեցինք այդ բանավեճը եզրափակիչներ դեբաթոնի ինձ համար եւ ուրախալի էր որ կարողացանք այնքան փաստ գտնել որ հաղթենք այդ բանավեճը եւ նաեւ Հայաստանի մասնիկ լինելով շատ ցավալի էր որ այդքան խնդիրներ կան իրականում եթե միացնեմ իմ ներսի լավատեսությունը ես 10 տարի հետո իմ համայնքը տեսնում եմ շատ ավելի կանաչ, շատ ավելի կայուն զարգացած, շատ ավելի լավ տրանսպորտով ես հույս ունեմ վերջապես մեր միջմարզային տրանսպորտի հարցը կլուծվի ու իդեպ այս մասով շատ տարածված հիմա շատ քննարկվող թեմա է այս տրանսպորտը օրինակ նաև միջմարզային տրանսպորտին էլ պետք է ուշադրություն դարձնենք, որ երիտասարդները շատ սիրով գնան համայնքից Երևան դասի ու հետ գան ու սա ինձ թվում է սա լուծումներից մեկն է, որ երիտասարդությունը կմնա իր համայնքում։ Դրա համար ես 10 տարի ուզում եմ տեսնել մի համայնք, որտեղ կա պրոֆեսիոնալ ավագանի, որտեղ համայնքի ղեկավարը չի ղեկավարում ավականուն, այդ ամեն ինչ ավելի բալանսավորված է, կուզենամ տեսնեմ ավականուն նիստեր, որին ժողովուրդը իրոք հետաքրքրվածությամբ գնում է, լսում է, մասնակցում է, իրոք մասնակցում է ու այդ տեղական ինքնակառավարման մի մասնիկն է դառնում, ինձ թվում է մենակ այդ դեպքում ամեն ինչ իր ճիշտ ռելսերի վրա կգնա, որովհետև կարող է ինձ համար X փողոցի ասֆալտած լինելը շատ մեծ խնդիր չի, բայց մեծամասնության համար դա շատ մեծ խնդիր է ու իր համայնքային զարգացումն էլ այդ ուղղությամբ է գնում, ինձ թվում է հենց մեծամասնությունն էլ թող գա հավաքվի ու վերջապես ինչ որ կոլեկտիվ որոշումներով կառավարի այդ 10 տարին ու տեսնենք, եթե ունենանք կործանված համայնք, ուրեմն այդ այն համայնքն է, որ ուզում եմ ես տեսնել, որովհետև ես ինքս էլ լինելով այդ հասարակության ու այդ համայնքի մասնիկ չեմ կարողացել ինչ որ մի ծրագրով իմ տարեկիցներին, ինձնից մեծերին կամ ինձնից փոքրերին ավելի լայն գիտակցության բերել, ավելի հետաքրքրել դեպի տեղական ինքնակառավարումը ու օժտել այն հմտություններով կամ կիսվել իմ այն փորձով, որ կօգներ նրան, որ այդ 10 տարի հետո այդ համայնքը լավ լիներ։ Իրական լավ ես, լավ ցանկություններ ունես, լավ ես ասում, բայց ես խիստ մտավախություններ ունեմ, իհարկե ավելի վատատեսական, այ ճանապարհը, որն է այդ ամեն ինչին հասնելու։ Այ ամենադժվարը այստեղ է, հա, թաքնված, որ մենք որպես նաև, հա, նախաձեռնող մարդիկ հասարակության մեջ ինչքանով կարող ենք այսօրվանից սկսած փորձել նպաստել դրան։ Ես իրական շատ եմ մտածում այդ մասով, որովհետև բոլորս էլ բնականաբար ուզում ենք տեսնել զարգացած երկիր, զարգացած համայնքներ,
բայց այդ դրան հասնելը մեզ համար իրոք մարտահրավեր է հատկապես այս փուլում։ Ինձ թվում է զարգացումը գալիս է գիտակցությունից ու կրթությունից էլ, բայց այդ կրթությունը զուտ գիտական կամ ինչ-որ հմտություններ սովորելը չէ մենակ, ինձ թվում է շատ կարևոր է ինչ-որ կարծրացած բաներ փոխելը, որ այսքան մեր խոսացածը ինքը հանրային քաղաքականության, ռազմավարության, տեղական ժողովրդավարության մասին էր, ոչ թե բուն քաղաքական ինչ-որ կոնտեքստ ուներ։ Հաստատ ես ու դու այսօր որևէ կուսակցություն չենք բացել ու չենք խոսում ինչ-որ քաղաքական բարեփոխումներից կամ ինչ-որ ռեֆորմներից, քաղաքական շարժարիչ չունենք, բայց մարդիկ ցանկացած ակտիվություն, ցանկացած փոփոխություն։ Ես շատ լավ եմ հիշում իմ ՏԺԴ-ի առաջին ծրագիրը, որ անում էի ու գնում էի ինչ-որ տարբեր խանութներից 100 հատով բաժակ էի առնում, ենթադրենք, ինձ հարցնում էին, այսքան ինչ ես առնում, ասում էի, դե ծրագիր ենք անում, ասում եմ, ձերը որ կուսակցությունն է։ Մարդկանց մեջ ցանկացած ինչ-որ գործողություն կամ ինչ-որ ակտիվություն կապվում է բուն քաղաքականության հետ, ոչ թե օրինակ պոլիսի հետ, հանրային քաղաքականության հետ։ Ու մարդկանց մեջ էլ ցավոք սրտի քաղաքականությունն էլ մենակ վատ բաների հետ է ասոցացվում ու բոլոր մարդիկ միշտ փորձում են հեռու մնալ այդ ամեն ինչից ու մենք դա պետքա փոխենք, ինձ թվում է, որ այդ ամեն ինչի մեջ ներգրավենք։ Ու անտարբերությունը, չէ՞, մարդկանց հաճախ այն ամեն ինչի նկատմամբ, ինչ իրենց շուրջը տեղի է ունենում։ Շատ ժամանակ չէ, ընտրությունների ժամանակ մեծ թվով մարդիկ չեն մասնակցում ուղղակի, բայց դա էլ է շատ էլի սխալ, որ մարդիկ ունեն անտարբերություն ու շատ փոփոխություններ, որոնք իրենց երկրում են տեղի ունենում, մեծ հաշվով հենց դրանից է գալիս, իրենց չեն համարում այդ ամեն ինչի մի մասը, չեն համարում այդ, որ մենքի գիտակցությունը չկա, դրա արդյունքում մարդը նաև էապես կտրված է այն ամեն ինչից, ինչը որ իր երկրում տեղի է ունենում։ Այն նաև պետքա մարդկանց փորձել մաքսիմալ ինտեգրել հասարակական տարբեր գործընթացների մեջ, որպեսզի իրանց մոտ այդ պատկանելիության, հասարակությանը պատկանելիության զգացողությունը առաջանա, ծնվի։ Մարդիկ ավելի ակտիվ լինեն, ավելի հետաքրքրասեր։ Այդ որ ասեցիր, ես ինձ եմ հիշում, օրինակ մի քանի տարի առաջ ինչքան ծանր էի տանում, չգիտեմ, ինչ որ X համայնքում ոստիկանությունը շրջափակում է ավականոնիստի ժամանակ ընտրված իշխող ուժին գահանքեցին անում, հենց բառի բուն իմաստով ու փորձում են ինչ-որ նոր ավելի ձեռնտու քաղաքային իշխանություն ձևավորեն, այդ իմ վրա շատ մեծ ազդեցություն էր, ոնց որ ամեն ինչ, ոնց որ ասեմ, լավ, էլ ինչ պետքա լինի, էլ ինչ պետքա սովորեմ, ինչքան արժեքների մասին ուսումնասիրեմ, որ դրանք բոլորը ինչ որ մի վարքյանում տենց փլուզվեն ու հիմա եթե անկեղծ հիմա նստած լինենք ու տենց մի դեպք լինի, ես կարծում եմ շատ ավելի անտարբեր արդեն դրան կնայեմ, չգիտեմ ինչի, կարող է դա իմ սխալն է, որ ես միջև վերջ հիմա էլ տենց էմոցիոնալ ու շատ բուռն չեմ արձագանքում, բայց ինձ թվում է իմ մոտ եկել է ինչ որ մի շրջան, որ տենց խնդիրներին համայնքային արդեն սովորականի պես եմ նայում, որովհետև փորձը բերել է նրան, որ դարձել են դրանք առօրյայի մի մաս ու սովորում ես դու ավելի շատ իրանց ես ադապտանում, փոխանակ փորձես այնպեսի ռազմավարություն ունենաս, դրանց շրջանցես կամ վերացնես առհասարակ, դրա համար այդքան չեմ մեղադրում այդ անտարբերության համար, որովհետև որոշ դեպքերում էլ ես զգացել եմ, որ արդեն ինձ դրանք չի զարմացնում ընդհանրապես, զերո ռեակցիա է առաջացնում, զերո էմոցիա, մանավանդ երբ որ այդ քո այն արժեքները, որով դու կրթություն ես ստացել, այն արժեքները, որով դու մեծացել ես ու ինչ-որ ճանապարհ ես անցել ու քեզ թվում է աշխարհի այդ արժեքներով լավը դառնալու ու միանգամից այդ արժեքները ասենց Այ ասացիր կարծրացած ինչ-որ սովորույթներ, որոնք կան մարզերում, չէ, իրականում դա էլ է խոչընդոտում, որ օրինակ երիտասարդները ավելի լավ կրթություն ստանան, որտեղ հատկապես շատ մարզերում, կոնկրետ անուններ չնշեմ, չեն թողնում օրինակ աղջիկներին բարձրագույն կրթություն ստանալ կամ մի քիչ ավելի ակտիվ իրենց երիտասարդական կյանքը կազմակերպեն ու այս իրական շատ ցավալի է։ Իմ մարզում էլ կա նման խնդիր ու ես դա ցավով եմ արձանագրում, որ նաև որոշ դեպքերում եթե օրինակ մարդը ունի մեծ ցանկություն նաև թեկուզ Երևանում կրթություն, բարձրագույն կրթություն ստանալու կամ թեկուզ դրսում իրապես այդ ամեն ինչը ուղղակի սահմանափակվում է իր համար ու դա չի կարելի։ Այսինքն սա ինձ համար ուղղակի անընդունելի ինչ որ կարծրատիպ է, որը որ
Ես կոնկրետ ունեցել եմ նման ներգրավվածություն, նման կարծրատիպեր կոտրելու ուղղությամբ, բայց չի հաջողվել։ Այ շատ դժվար է նաև այդ կարծրատիպերից ձերբազատվել եւ փորձել մի քիչ ավելի ազատ մտածել մարզերում հատկապես, ու դա էլ է նաև խոչընդոտում երիտասարդների ակտիվությանը, համայնքային կյանքում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը։ Իրականում հենց սկսեցինք այս թեմայից խոսել, իմ մտքին էլ հենց այդ դեպքերը եկան, բայց մենք օրինակ ակտիվ ենք, հաճախ առնչվում ենք, այդ ամեն ինչը նկատում ենք, մարդիկ կան, որ մտածում են, որ այդ ամեն ինչը մնացել է անցած դարում, ու հենց ինչ որ մի բանից խոսում ես, ասում են, ձեր կենդերը հավաքեցիք, եկաք, չգիտեմ, ինչ որ գրանտներով բերել եք, այդ ծրագրերը անում եք, մեր մոտ ամեն ինչ հավասար է եւ այլն, բայց ցավոք չէ, դեռևս տենց չի, ու մի հատ հավես թեմա կա, որ ինձ միշտ հետաքրքրել է նաև հետազոտության առումով, առհասարակ նկատել ես, որ չենք կարում ոչ մի ձև, ոչ միտեղ կին առաջնորդ ընտրենք կամ չգիտեմ, ինչ որ կին առաջնորդ կամ կին ղեկավարի դեպքում ինչ որ մի բան է առաջանում, արգելք չէ խոչընդոտ արհեստական։ Հա, կամ ուժային կառույց ոնց պետք է ղեկավարի, ոնց պետք է ինչ որ մի բան անի, կամ ոչ միայն այստեղ, ոնց որ տեսանք ամբողջ աշխարհում էլ դեռևս չեն կարում մեր համար շատ ավելի զարգացած հասարակությունները կին առաջնորդ ընտրեն։ Ըստ քեզ ինչի է տենց, որ չեն կարում։ Դե իրականում կարծում եմ տղամարդը ավելի շատ ասոցացվում է ուժեղության հետ, որոշումներ կայացնողի դերում է որպես ավելի շատ ընտանիքում էլ, չէ՞, տղամարդը միշտ որպես ավելի, եթե հավասարությունը թողնենք մի կողմ, եթե հիմնական դեպքերում, այսպես ասած, դիտարկում են որպես, իրեն ընկալում է միանձնյա որոշողի դերում է, ու երևի այդ ուժեղության նաև, չնայած ես այդպես չեմ կարծում, որովհետև կանայք եւ հոգեպես են ուժեղ եւ որոշ դեպքերում նաև ֆիզիկապես, այսինքն որն է էլի այդ օբյեկտիվ դրդապատճառը, որ կանայք չեն ընկալվում ղեկավարի դերում։ Այսինքն եթե նայենք ուժեղությանը, կարելի ասել, որ դա մեծ հաշվով արդեն մանավանդ հավասարության է դա շրջանում, մի տեսակ չեմ կարողանում հասկանալ, կամ թեկուզ, գիտես, երևի հենց ընտանիքում այդ որոշում կայացնողի դերով է պայմանավորված, նաև տղամարդու որպես թեկուզ ղեկավարի պաշտոնում կամ ինչ որ նախագահի պաշտոնում, վարչապետի, բայց ես կարծում եմ, որ կանայք այլ հավասար պայմաններում ավելի պատասխանատու են ու թե ժամկետների առումով, թե ընդհանուր համագործակցության, հաղորդակցության տեսանկյունից, ու ես օբյեկտիվ դրդապատճառ չեմ տեսնում, որ կանայք օրինակ շատ ղեկավար պաշտոններ չեն զբաղեցնում։ Երևի ավելի շատ, չգիտեմ, ինչով է պայմանավորված։ Ու աշխարհում է, այնպես չի, որ միայն Հայաստանում է ու փորձենք կապել հայկական ինչ որ սովորույթների հետ, ավանդույթների հետ։ Հետաքրքիր է, որ կանանց կերպարը ավելի այդպես пассив դիրքերում է դեռ շարունակում մնալ։ Ու ինչ ես կարծում, այդ քո պատկերացրած 10 տարի հետոյվա համայնքապետը քո համայնքի կինա թե տղամարդ։ Ես ավելին ասեմ, ինչ ես պատկերացրել։ Տղամարդ բնականաբար, անկեղծ ասեմ, բայց ես կուզենայի լինել համայնքի ղեկավար, անկեղծ ասած, որովհետև ես սիրում եմ ստանձնել պատասխանատվություն, ստանձնել մարտահրավերներ, ընդունել մարտահրավերներ ու ինչ որ զարգացմանը նպաստող աշխատանք կատարել ու կարծում եմ օրինակ համայնքի ղեկավարի, ինչ ես կարծում, օրինակ ինձ կսազեր համայնքի ղեկավարի դերում։ Ինձ թվում է ցանկացած դժտեղականի սազում է։ Համայնքի ղեկավարի դեպքում բացառությամբ տենց։ Այ օրինակ երբևէ մտածել ես, որ թե ինչ կարելի է առհասարակ անել, որպեսզի քո ձայնը տեղ հասնի եւ քո կարծիքը որոշումների կայացման process-ում հաշվի առնվի։ Ու նաև կանանց ներգրավվածությունը բարձրանա, ինչի՞ չէ, որտեվ հաճախ չէ կանանց կարծիքը միշտ ավելի ստորադասվում է տղամարդկանց կարծիքի նկատմամբ, հաճախ չէ, ավելի վճռորոշ է լինում տղամարդկանց արտահայտած կարծիքը, ես հայաստանյան իրականության մասին եմ խոսում։ Այ ինչ անել, որպեսզի կարողանալ կարծիքը այնպես ներկայացնել, այնպես հիմնավորել, որպեսզի դա դերակատարում ունենա որոշումների կայացման process-ում։ Ինձ թվում է
եթե տենց թեորիապես խոսանք, պետքա առաջին հերթին այդ խնդիրը, որ դու տեսնում ես, մի հատ ուսումնասիրել, պլանավորել քո գործողությունները, մի հատ հասկանալ, թե այդ քո առաջարկությունը ինչպես է ազդում տարբեր խմբերի վրա, թե դրական, թե բացասական, այդ ամեն ինչը մի հատ քո մոդելի ունենալ, դրանից հետո ձևավորում ես տարբեր սցենարներ, որ եւ լավագույն սցենարը եւ վատագույն եւ այն մինիմալ շեմը, որ դու ուզում ես ունենալ, այդ քո տարբեր ջատագովության արշավ դա կլինի կամ ինչ որ իրազեկում ես անում կամ հենց գնում ես ինչ որ բան բանակցելու, այդ նվազագույն շեմը որն է, որ առանց դրա դու չես ուզում վերադառնալ, դա էլ ունենաս ու հետո նաեւ հասկանաս, թե տվյալ խնդիրը որ գերատեսչության լիազորության տակ ու ճիշտ տեղում գնաս, չգնաս դպրոցի խնդրով համայնքապետարան գնաս մարզպետարան, եթե տվյալ դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է, օրինակ, որ քեզ ուղղակի չասեն բարև ձեզ, գիտեք, մենք չենք զբաղվում առհասարակ դպրոցների խնդրով, կարող գնաք տուն։ Այդ ամեն ինչն էլ ուսումնասիրելուց հետո հասկանալ ի վերջո քո դիմացինը ոնց է տրամադրված, երբ որ դու նստած ես սեղանի շուրջ, ինքը պատրաստ է քեզ լսել, թե առհասարակ չէ, եթե օրինակ պատրաստ չի քեզ լսել, դրա համար էլ գործողություններ կան, դրա համար էլ կա համայնք, որը պատրաստ է քո հետևում կանգնի, եթե դու ճիշտ իրազեկես, քո սոցիալական մեդիայով տեղեկացնես մարդկանց, ասես օրինակ ես 2 ամիս է փորձում եմ X խնդրով դիմել ես ինչ կառույցին, 0 արձագանք, դուք ինչ եք կարծում, այս խնդիրը արդիական է թե չէ, կամ ստորագրություն հավաքես, ստորագրահավաք անես, կամ ճնշում, ինչ որ հանրային ճնշում ձևավորես ու նորից գնաս այդ ամեն ինչը խոսալու։ Եթե առհասարակ տրամադրված է, որ ես պատրաստ եմ մի բան անել, եթե ես ինչ կառույցն էլ մի բան անի, փորձես գտնել կառույցներ, որոնք կբերես ու կհամագործակցեն։ Այս ամեն ինչը թղթի վրա թեորիապես շատ լավ աշխատում է, բայց ոչ միշտ իրականության մեջ իմ փորձով եմ ասում, շատ հաճախ էլ Հայաստանում քո անձնական ծանոթությունների ցանցով ես փորձում քեզ լսելի դարձնել։ Տենց շատ խնդիրներ ա եղել, որ տարբեր թեկուզ հենց տժժտականներով իրար օգնել ենք, ամեն մեկս փորձել ենք տարբեր համայնքներից եկել ենք, ինչ որ մի համայնքի խնդիր փորձել ենք հասցնել մեր ուրիշ ընկերների, ովքեր այդ բանը աշխատում են նախարարությունում, դա հասցնել նախարարությանը, մեր ձայնը լսելի դարձնել ու տենց մի փոփոխություն բերել։ Ինձ թվում է դա էլ է շատ լեգալ ու այդ խնամի ծանոթ բարեկամի շատ օֆիցիալ լավագույն եւ օրինական տարբերակն է ունենալ քո անձնական նետվորքը ու այդ միշտ օգտագործել առհասարակ ու ձևավորել ինձ թվում է նաեւ անձնական բրենդ, եթե դու ուզում ես հանրային մարդ լինել, ենթադրենք, ձևավորել, աշխատել քո վրա, ձևավորել քո անձնական բրենդը եւ ոնց էլ չլինի թեկուզ քո ունեցած ինչ որ մի լսարանի խաթր անգամ քեզ կլսեն գոնե։ Իրականում հա շատ կարևոր է անձի բրենդավորումը, բայց ես նաև մի բան ավելացնեմ քո կարծիքին, որ մինչև խնդրով գնալը համապատասխան մարմինների մոտ պետք է նաև փորձել խնդիրը քո ուժերի չափով լուծել։ Այսինքն, եթե դու ներկայացնում ես իրավիճակ ու պահանջում ես նաև, պահանջատերի դերում, որ դուք պարտավոր եք, որովհետև այս լիազորությունը ձեզ է պատկանում, դրանից առաջ պետք է նաև փորձել լուծել, որովհետև երբ որ դու փորձում ես այդ process-ի մեջ մտնել, դու բազմաթիվ դժվարություններ ես տեսնում, նոր բաներ ես սովորում, թե ինչ կարող է, առաջ գալ այդ խնդիրը լուծելու գործընթացում, ու այս ամեն ինչը նպաստում է քո առաջարկածին ուժեղանալուն։ Ու այս ճանապարհով կարծում եմ կարողանում ես ավելի, ուժեղ, կարծր առաջարկներ ներկայացնել, նաև պահանջել ինչ որ առումով։ Ես օրինակ ունեցել եմ նման փորձ մեր համայնքում ու ես իրականում առաջարկում էի, որ տենց փոքր խմբեր ձևավորվեին եւ տենց շաբաթը մի անգամ խմբերի հետ տարբեր հետազոտություններ անեինք ու այդ հետազոտության արդյունքները նաեւ կիրառեինք տարբեր աշխատանքներում։ Այսինքն պահանջը գար տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչ է իրանց պետք է հետազոտել, մենք փորձենք այդ խմբով թեկուզ կամավոր հիմունքներով այդ ամեն ինչը աշխատացնել։ Հիմա իրականում սպասում եմ, փորձել եմ մաքսիմալ այսպես հիմնավոր ներկայացնել առաջարկս, տեսնեմ ինչ ընթացք կունենա։ Ինձ թվում է հեսա
լսելու են մարդիկ ու ասեն, չգիտեմ, մի հատիկ գիրք են կարդացել, վերնագիրը եղել է հետազոտություն եկել են, ասենց նստել են եւ խոսում են, բայց մի հատ ասենց հետաքրքիր բան կա, որի շուրջ միշտ մտածում եմ, որն է խնդիրը լուծում գլոբալ մակարդակում կամ լոկալ ակտիվիզմը, թե գիտությունը կամ փորձառական ինչ-որ մի ուղղվածությամբ աշխատանքը, նույն օրինակ վերցնենք կլիմայի փոփոխությունը, ինչ շատ հարազատ թեմա, որն է խնդիրը լուծում կլիմայի փոփոխության թեմատիկայով ցույց կազմակերպել ինչ-որ նախարարության շենքի դիմաց, թե հետազոտել, չգիտեմ, սովորել, թե առհասարակ ոնց է ձևավորվում կլիման ու հասկանալ խնդիրը խորքից ու այդ մեծ գլոբալ խնդիրը տիրապետել։ Ըստ քեզ որ ձևով այս խնդիրը լուծվում, ինչ-որ ակտիվիզմով, թե մենակ հետազոտություններով։ Ինձ հետաքրքիր է այս հարցին պատասխանեմ, որ մեկ գործոնով կարելի է խնդիր լուծել, ինչպես կընկալվեմ, էլի բնականաբար մի տեսանկյունից պետք չի նայել, այդ ամեն ինչը պետքա սիրուն համադրել։ Առաջին հերթին պետքա մարդը ունենա գիտակցություն շրջակա միջավայրը չախտոտելու, հա մենք ամեն օր տեսնում ենք, որ օրինակ մարդիկ ծխախոտը օգտագործելուց հետո դա գցում են գետնին կամ աղբը, այդ ամեն ինչը կրթության, իրազեկվածության, իրավագիտակցության պակասի արդյունքում է։ Ամենաառաջինը կարծում եմ կրթությունն է, իրազեկման արշավներ կլինի, թեկուզ դպրոցներում, նախադպրոցական կրթական հաստատություններում մաքսիմալ պետքա երեխաները փոքր տարիքից սկսած իմանան կլիմայի մասին, այսինքն ամենասկզբում պետք է հասկանան, թե ինչպես է շրջակա միջավայրը ձևավորվել, ինչ է լինելու իրենց ամեն աղտոտելու արդյունքում, թե դա հետագայում իրենց առողջության վրա ինչ բացասական հետևանքներ կարող ունենա, այսինքն այնուամենայնիվ ինչքան էլ ակտիվիզմ լինի, եթե չկա թիկունքում կրթություն, եթե մարդը չունի սեփական ձևավորած կարծիքը այդ ամեն ինչի վերաբերյալ, ինչքան էլ ակտիվիզմ լինի, օքեյ, ինքը կարող է այդ ցույցերից շատ ոգևորվի այդ պահին, ասի, այ էկոբաժակներ ենք պատրաստում, աղբ ենք տեսակավորում, ես էլ գնամ մասնակցեմ, բայց դրանք կարճաժամկետ են լինելու, եթե չկա հիմքում լավ կրթություն, լավ, այսինքն խորքից պատկերացնելով, սկզբից ուր ենք գնում, ու նաև բացատրելով, թե ինչ կլինի, եթե մենք շարունակենք այս տեմպերով աղտոտել շրջակա միջավայրը, վնասել, փչացնել եւ այլն։ Ես կարծում եմ պետքա սիրուն համադրություն արվի, դե ակտիվիզմը բնականաբար այդ ամեն ինչի որպես գործնականում վառ արտահայտումն է, էլի, որը բնականաբար պետքա ուղեկցվի կրթությանը զուգահեռ։ Մենք այդքան շեշտեցինք այդ սեփական կարծիք ձևավորելը, բայց օրինակ կարան հարցնեն նույն այդ հետազոտության մեջ, մենք մեր կարծիքը չենք գրում, մենք վերցնում ենք տարբեր գիտնականների, տարբեր աշխատությունների հեղինակների կարծիքները, որոնք ապացուցում կամ հիմնավորում են մեր հիմնական թեզիսը ու մեր պնդումը, ու դա բերելով մենք ստեղծում ենք ինչ-որ գիտական արժեք ու առհասարակ մեր իրականության մեջ էլ մանավանդ մեր դարում թվային այս ամեն ինչ որ թվայնացվել է, շատ ամեն ինչ ավելի արագ է հանրայնացվում ու տարբեր տեսակ պրոպագանդաներ կան այս պահին, այս ամեն ինչի մեջ ոնց ես դու կարողանում սեփական կարծիք ձևավորել, ուստ քեզ կա տենց բան, որը կոչվում է սեփական կարծիք, թե դա ինչ որ կրթության հետևանք է, կարող է մենք ստացել ենք կրթություն, որը ասում է հետազոտությունը շատ կարևոր է, ուրիշ մեկի կրթությունը այնպեսին է, որ իրան ասել է հետազոտությունները չարիք են բերում, օրինակ մարդկությանը, ու ինքն էլ այդ կարծիքն է ձևավորել։ Հիմա ոնց հասկանանք լավ այդ անձնական կարծիքը որն է, ոնց են մարդիկ ձևավորում անձնական կարծիք։ Օրինակ իմ կարծիքով անձնական կարծիք կամ անհնար է ունենալ կամ շատ դժվար, որովհետև դու մեկը միշտ հաշվի ես առնում, դու ինչ ես սովորել, դու ինչ գիտես, առհասարակ քո հասարակությունը դա ոնց է անցալում ու այդ ամեն ինչն է ձևավորում քո կարծիքը, բայց դա անձնական է թե չէ։ Այո, համաձայն եմ, բայց ամեն դեպքում կա ինչ-որ կոմպոնենտ, որը որ քեզ առանձնահատուկ է դարձնում մնացածից, այսինքն այդ երևի այն դիտանկյունն է, այն տեսանկյունն է, որից որ դու նայում ես
երևույթներին, որովհետև նույն երևույթին կարող են օրինակ տարբեր մարդիկ նայեն ու տարբեր կարծիք նույն միջավայրում գտնվելով կարող են տարբեր կարծիքներ արտահայտել։ Այդ երևի կապված է մարդու ընդհանուր զարգացվածությունից, աշխարհայացքից, բայց այո, հասարակությունը շատ ազդեցություն ունի մեր կարծիքների վրա ու օրինակ ինձ հետաքրքիր է քեզ հետ եղել են երբևէ իրավիճակներ, երբ որ դու փորձել ես քո կարծիքը, քո հնչեցրած միտքը հարմարեցնել հասարակությանը։ Բայց իհարկե փորձենք ավելի այդպես բացասական մասով չնայել, հա։ Հասարակության կարծիք հաշվի առնել է նկատի ունեմ։ Ինձ թվում է բոլորս էլ եթե ինչ-որ հաղորդագրություն, ինչ-որ մեսեջ ենք փոխանցում հասարակությանը, միշտ փորձում ենք այնպես հարմարացնել, որ քեզ ավելի լավ կլսեն, այնպես ձևակերպել տեքստը, որ ավելի հետաքրքրվածությամբ ու ներգրավված կկարդան։ Իսկ երբևէ ասել ես կներես ինչ-որ մեկին այն ինչ-որ մտածում ես իր մասին։ Հա, շատ է եղել այդ դեպքերը, որ հենց ասել եմ ինչ-որ մտածում եմ իր մասին ու թե որոշում ներկայացնողներ են իրանք եղել, թե աշխատանքային միջավայր է եղել, թե ղեկավար մարդիկ են եղել ու ասել եմ անկեղծ թե ինչ եմ մտածում, իրականում դա ոչ միշտ է ճիշտ, բայց ոչ թե անձնական կարծիքը չասելու առումով, այլ եթե դու բանակցությունների ես, դու երբեք դա չպետք է ասես։ Երբեք բանակցությունների կամ կոնտեքստում, այո, չեմ ասել տենց բաներ, բայց եթե դեպքեր են եղել, որտեղ պետք է ճշմարտությունը ասել, որովհետև այդ մարդիկ պետք է ի վերջո կպտնեն գետնին, ոտքերը կպնի գետնին, գան իրականություն ու տեսնեն, որ այդ իրանց ստեղծած բղբջակի մեջ չեն, ես դա միշտ ասել եմ ու դրանից հետո շատ ավելի շատ է լինում դեպքեր, երբ որ քո նախաձեռնության հաջողում է, չէ՞ նախ։ Հա, քո նախաձեռնությունը կամ հաջողում է, կամ ավելի մեծ մոտիվացիայով է սկսում, կամ ընդհակառակը փորձում են ամեն ինչ անել, որ ինչ որ մանր խոչընդոտ ստեղծեն քո նախաձեռնության համար, որովհետև դու ինչ որ մի օր ճիշտ ասել ես։ Դրա համար շատ այնց երկուստեք են այդ կարծիքը ասել թե չասել։ Իրականում հենց դրան մի հետաքրքիր թեմայի շուրջ էլ կարող ենք մտագրող անել, այսպես ասած։ Այ օրինակ մեր հասարակությունը միշտ սիրում է խաղի կանոններով, առաջ գնալ ու հաճախ մենք միշտ կարծացած այդ շրջանակից վախենում ենք դուրս գալ։ Վախենում ենք սխալվել, վախենում ենք փորձել սխալվել, դասեր քաղել, վախենում ենք դուրս գալ ու չգիտեմ, հետդարձի ճանապարհը կորցնել։ Այս ամեն ինչը չես կարծում, որ մեզ տարել է մի հատ տեղ, որտեղից որ մենք չենք կարող դուրս գալ, այսինքն սահմանափակել է մեր մտահորիզոնը, մեր հնչեցրած մտքերը, կարծիքները շատ խիստ սուբյեկտիվ են։ Ես ամեն դեպքում կարծում եմ, որ այս մեն ինչ որ մենք ունենք հասարակություն, մենք բոլորս այն ինչի մի մասն ենք կազմում ու հաճախ քանի որոշ դեպքերում եթե մենք տեսնում ենք որ կա իրավագիտակցության ցածր մակարդակ մարդիկ կարող են այնպիսի մտքեր հնչեցնեն, որոնք որ խելամիտ չեն օրինակ, այսպես ճակերտավոր ասված, ես կարծում եմ, որ նաև պատճառը հենց դրանից է, որ մենք չենք փորձում սխալվել փոքր տարիքից ու մեզ միշտ սովորեցնում են այսպես թե դպրոցում այդ գերազանցիկ միշտ լինելուն, փորձել հասնելը, մեզ չեն սովորեցնում դպրոցում մանկապարտեզում սխալվել։ Այդ շատ կարևոր է, երբ որ փոքր տարիքից մենք սկսենք մեր ինքնուրույն ճանապարհը գծել ու գնալ մեր խաղի կանոններով, ոչ թե միշտ փորձել հարմարվել, որը որ ճիշտ է այդ ճանապարհով փորձել առաջ գնալ։ Օրինակ դու ինչ կարծիք ունես այս մասով, հետաքրքիր է շատ։ Իմ կարծիքով իմ կյանքի շատ ավելի լուրջ հաջողություններ միշտ եկել են այն դեպքում, երբ որ ես այդ ստանդարտ կանոններով չեմ գնացել ու միշտ փորձել եմ ինչ-որ ռիսկի դիմել ու այդ ամենից մի բան է եկել, որ երբ որ դու միշտ փոշմանում ես քո չարածի համար, դու երբեք չես ափսոսում քո արածների համար։ Դրա համար ես սկսել եմ առհասարակ ռիսկի դիմել միշտ, եթե անգամ դա մեծագույն սխալն է, ուրեմն դա պետք է լինի, որ հետագայում շատ ավելի մեծ հաջողության հասնես ու այդ սխալը միշտ մտքում ունենաս ու դրանով աճես։ Ինձ թվում է առանց սխալների երբեք զարգացում չի լինի ու դրա համար էլ միշտ պետք է այդ կանոններից դուրս գնալ, բայց այսպեսի մի հատ հետազոտություն կար գիտական, որ սենյակում
ազդանշան են դնում ու մի դերասան միշտ հենց այդ ազդանշանը դնում լինում է կանգնում է նստում է ու տարբեր մարդիկ ովքեր գալիս են հերթում սպասելու անկախ նայած որ տեսնում են ինքը անդադ այդ ազդանշանից հետո կանգնում նստում է իրանք էլ են սկսում կանգնել նստել ու ինչքան խումբը մեծանում է բոլորը սկսում են դա կրկնել որովհետև ինձ թվում է մենք կարիք ունենք ամբողջ խմբի մասը լինելու ու կարիք ունենք երևի որպես սոցիալական էակ բոլորին փորձել մաքսիմալ դուր գալու, որովհետև անկեղծ եթե լինենք, բոլորիս էլ հաճելի է, երբ որ մենք դուր ենք գալիս մարդկանց ու երևի դա է պատճառը, որ մենք սկսում ենք այդ ստանդարտներով ապրել։ Բայց այդ ամենը շատ մեծ փոփոխություն է բերում։ Օրինակ մի քանի տարի առաջ, երբ որ ես մտնում էի մետրոյի այդ շարժագնացքի մեջ, ես երբ որ կարդում էի պատուհանի վրա գրած նստարաններ հաշմանդամների եւ երեխաներով երթևեկողների համար դա ինձ համար սովորական տեքստ էր։ Այս վերջերս ես այդ տեքստը էլի կարդացի ու հասկացա, որ դա պետքա փոխել, հաշմանդամ բառը հանել ու դնել հաշմանդամություն ունեցող անձանց տերմինը կամ դնել հատուկ կարիքներ ունեցող անձանց կամ որոշակի ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար, որովհետեւ արդեն մի բան փոխել է իմ անձնական տեսակետը, որ դա խտրական բառ է։ Դա պետքա չլինի մեր լեքսիկոնում։ Մենք պետքա բոլորս հասկանանք, որ յուրաքանչյուրս մեր ձևով լիարժեք ենք ու որևէ մեկը որևէ մի արատ կամ թերություն չունի։ Դա լիարժեքություն է։ Ինձ թվում է այդ ամեն ինչն է, որ փոխում է քո անձնական տեսակետը, քո աշխարհայացքը, դու ոնց ես նայում այդ ամեն ինչին։ Ու երբ որ մարդիկ կրթվում են, իրենք ավելի շատ բաց են դառնում փոփոխությունների համար։ Երևի դա էլ է բերում այն կետին, որ դու դուրս ես գալիս այդ սահմաններից ու այդ շրջանակներից, որ գծում են։ Բայց մենք միշտ քննարկում ենք թե գոլեգաների հետ, թե առհասարակ ինչ որ երբ որ առիթ է լինում, մտածում ենք ոնց որ մեր կյանքը ինչ որ համակարգ լինի, պետքա ծնվես, գնաս մանկապարտեզ կամ լավ չգնաս մանկապարտեզ, բայց պարտադիր գնում ես դպրոց, հետո հասարակությունը սպասում է, որ դու պարտադիր պետքա ունենաս բարձրագույն կրթություն, հետո այդ կրթությունը ինչի համար է ստացել, մի հատ պետքա աշխատանք ունենաս, հետո աշխատելուց հետո ինչ որ պահի պետքա գնաս թոշակի ու այդ ամբողջ ճանապարհը անցնես ու այդ ինչ որ համակարգ դառնա, որ վստահես քո ծնողն էլ է համարյա այդ նույն ճանապարհով անցել որոշակի տարբերություններով այդ ամենն էլ է ինձ թվում է մենք ստեղծել է մարդկությունը ինչ որ համակարգ ու շրջանակ որից դուրս երևի ոչ մեկը չի պատկերացնում ու երևի այնպիսի համակարգ էլ ստեղծել ենք որ չի թողնում դրանից դուրս կարողանաս երկար ապրել ու ինչ որ ճանապարհ կերտել որովհետև կամ բաներ որոնց համար դու պետք է աշխատես կամ բաներ որոնց համար դու պետք է գնաս համասարան կամ ունենաս այդ ամեն ինչը Նարեկ իսկ կրթության ոլորտում առհասարակ ինչ խնդիրներ ես տեսնում ըստ քեզ որոնք որ օրինակ խոչընդոտում են ինձ հետաքրքիր է դու ուսանող ես ամերիկյան համալսարանում ես սովորում ու շատ կարևոր է թե դու սովորելու ընթացքում այ ինչ խնդիրներ ես վերհանել իհարկե ձեր մի քիչ համակարգը տարբերվում է չէ հայաստանյան կրթական համակարգ այսինքն ձեզ մոտ ավելի շատ չէ դրսի ամերիկայի ստանդարտներն են ավելի գործում իսկ հայաստանյան բուհերում մի փոքր ավելի տեղական օրենքների ռազմավարության եւ այլն համահունչ է զարգացումը գնում հիմա ըստ քեզ օրինակ կրթական համակարգում ինչ գլոբալ խնդիրներ կան որոնք որ դու նկատել ես կամ լսել ես թեկուզ քո ընկերների հետ քննարկումների ընթացքում իրականում Ես միշտ շատ մոտ եմ կանգնած դպրոցին, նաև ինչքան էլ որ ավարտել եմ, ես միշտ տեղյակ եմ դպրոցի խնդիրներից ու միշտ ուսումնասիրում եմ նաև այդ հանրակրթությունը, բացի բարձրագույն կրթությունից, կարող եմ հենց այդտեղից սկսեմ ու գամ բարձրագույնին, ինձ թվում է հանրակրթության մեջ մի խնդիր կա, որ ցանկացած փոփոխություն ռեֆորմ, որը դեռևս բարեփոխում չէ, բայց կարող է տարիներ հետո ասենք բարեփոխում, այդ փոփոխությունները որ լինում են, դրանք հստակ կարիքներ շատ հաճախ հաշվի չեն առնում, կարիքահեն չեն, այսպես ասած, այդ փոփոխությունները, դա էլ է շատ խնդիր առաջացնում, եւ երկրորդը մենք չգիտենք բացարձակապես ոնց սովորեցնողին սովորեցնել Մենք չենք կարողանում ստեղծել
կրթության մեջ այնպիսի համակարգ, որտեղ սովորեցնողը, ուսուցիչը, դասախոսը մուտք կգործի տվյալ 1.5 ժամանոց սեսիային ու այդտեղից դուրս կգա, իրոք իմանալով թե ինչա նախագծային ուսուցումը, ենթադրենք դու նախագծային ուսուցում, որովհետև այդ ամեն ինչը շատ սխալ ձևով է կարծում եմ շատ կազմակերպվում, որովհետև կարելի ասել առան։ Իրական հենց նախագծային ուսուցման մասին շատ հենց ես ուղղակի ներգրավվածություն ունեմ այս պահին նախագծային ուսուցմամբ զբաղվող ուսուցիչների հետ աշխատում եմ ու ինձ գիտես ինչն է զարմացնում, որ օրինակ կրթության լիազոր մարմնի կողմից չկա մշակված ինչ-որ ստանդարտ, ձևաչափ արդյունք, որը որ կարելի է կիրառել նախագծային ուսուցման մեջ։ Հասկանալի է, որ դա հետազոտական աշխատանք է, որը որ պետք է ուղղի ինչ-որ համայնքի խնդրի մասին ավելի խորը վերլուծություններ իրականացնելով, բայց այնուամենայնիվ դա շատ այսպես լողացող է ու հենց քո մատնանշած խնդիրները հենց սա են փաստում, որ շատ տեղերում, թե հանրակրթական կրթության ոլորտում մենք այս բացը ունենք։ Մենք խոսում ենք մեծ բանի մասին, հա, ընտիր է, որ մենք նախագծային կարողանանք անել աշակերտների հետազոտական հմտությունները զարգացնել այս ճանապարհով, բայց երբ որ էլի խորանում ենք փորձում հասկանալ, թե ինչպես դա պետք է անել ու ուսուցիչը ինչպես հասկանա, որ արդյոք հասավ իր առջև դրված նպատակին, այստեղ թերանում ենք։ Ինձ թվում է հենց այդ ամեն ինչը գալիս է մոնոպոլիայից, մեր նույն այդ քո նշած պատասխանատու մարմինը կարծում եմ պետքա մոնոպոլիան վերացնի ոլորտում ու հնարավորություն տա ոչ թե մեկ հիմնադրամի, որը նշում եմ հիմնադրամը ուղղակի դառնա ստանձնի գերատեսչություն ու այդ ամեն ինչը թելադրի ինչ որ պետք է ասեմ Google Translator-ով թարգմանած սլայդի տեսքով այդ ամեն ինչը շատ բարձ է երևում, երբ որ դու կարդում ես բուն հայերեն գրված տեքստ, թե որևէ միտեղից թարգմանած տեքստ, որտեղ վերջակետերն էլ անգլենի կետն է դեռևս, չեն էլ դա փոխել, ու դա տալիս են ու այդտեղով ուզում են սովորեցնել, կարծում եմ, եթե լինի մրցակցություն, եթե օրինակ իմ ու քո ենթադրաբար նախաձեռնությունը կարողանա հայտ ներկայացնել օրինակ ուսուցիչներին վերապատրաստելու կամ նոր մի բան փոխություն բերելու համակարգում ու կմասնակցի մրցույթի, այդ դեպքում թե հիմնադրամը, թե մենք, թե ուրիշները կփորձեն մաքսիմալ առավելագույն ու լավագույն արդյունքը տալ, ներկայացնել, որ իրանք հաղթեն ու իրանք կան դպրոց, իրանք կան այդ ամեն ինչը բերելու։ Եթե մենք ունենք մոնոպոլիա, որ այդ մոնոպոլիաները շատ վատ բաներ են ու դա մեզ լճացնում են ուղղակի ու երբ որ դու գիտես դու մրցակից չունես դու չես աճում ուղղակի դու չես աճում դու գիտես որ եթե դու այսօր բացեցիր եվրոպական կրթության ցանցի էջը ինչ որ մի հատ վերապատրաստում ուղղակի տենց մի կոճակով թարգմանեցիր հայերեն սարքեցիր մոդուլներ, ուղարկեցիր, ասացիր, դե կարդացեք, թեստերը լրացրեք, դու կարծում ես, որ դա օգնում է, դա չի օգնում, կարծում եմ։ Ընդհանրապես չի օգնում, որովհետև էլի այդ ամեն ինչը սխալ է լինում։ Ու նաև էսեները, մենք շատ խոսացինք գրելուց, հետազոտությունից, ես 12 տարի սովորել եմ դպրոցում, ես երբեք չեմ սովորել, որ ինչ-որ մի նախադասություն, որ ես գրում եմ, լիարժեք հղում տալ, նշել աղբյուրը, որտեղից եկավ այդ ամեն ինչը, իմ ռեֆերատի մեջ, իմ շարադրության մեջ, եթե ինչ-որ մեջբերում եմ անում, ճիշտ ձևով ես դա անեմ, ու երբեք էլ իմ գրքերի մեջ չեմ տեսել, որ ինչ-որ մի տեղից ինչ-որ մի բանա վերցրած նշած լինի այն աղբյուրը, որ ես սովորեմ այդ ժամանակվանից, որ այս կանոնը, այս հեղինակը չի ստեղծել, այս կանոնը ստեղծել է 17-րդ դարում, ինչ-որ մի գիտնական, իսկ այս հեղինակը սա կարդացել է X ձեռնարկի միջից ու այստեղից է բերել։ Ու հետո, երբ որ ինձ ասում են քննությանը էսե գրի, բնականաբար չեմ կարողանա, որովհետև ես 12 տարի չեմ սովորել ինչպես են գրում, ինչ կաղապարում են գրում եւ մտածում, չէ՞, նաեւ սեփական եզրահանգումներին գարնելը շատ կարեւոր, թեկուզ ես հիշում եմ պատմության դասերը, որոնք որ ուղղակի կարծես պատմություն լիներ, որը որ մենք պետքա սովորեինք ու իմանայինք, դա է ճշմարիտը եւ վերջ։ Բայց մենք հիմա եմ մտածում, որ կարող է այդ պատմություն օրինակ գրողը հեղինակը իր տեսանկյունից է գրել ու խիստ սուբյեկտիվ պատմություն է կերտել։ Մեզ շատ պակասում է դպրոցում սովորել տարբեր աղբյուրներից վերցված նյութը
վերլուծել ու սեփական եզրահանգումներին գալ, այս շատ է պակասում ու իրականում հանրակրթության ոլորտը այն լավ միջավայրն է, որտեղ որ կարելի է սովորողի մոտ ձևավորել այդ քննադատական մտածողությունը, որովհետև բազմավոլորտ են, չէ, պատմություն, ֆիզիկա, այստեղ շատ մեծ հնարավորություն կա, որ սովորողը կարողանա զարգանալ ու սեփական միտքը ձևավորել, տարեց տարի ավելի զարգացնել ու վերջում մենք ունենանք իրոք մեր երազանքի հասարակությունը, եթե այս ճանապարհով գնանք։ Ինձ թվում է միշտ բոլորը երբ որ գրում են իրանց տեսակետից են գրում, որովհետև այս վերջում էլ ես հենց խոհենացու հայոց պատմության վերաբերյալ էսեյ գրում ու էսեյում ներկայացնում եմ ոնց է խոհենացին հայոց պատմությունը ներկայացնում, որ հայոց ինքնությունը իմաստավորում է, երբ որ աշխարհի հետ ես հարաբերվում, միշտ հայրին աշխարհի մասը փորձում ներկայացնել, իմ տեսակետն է, որ Հայաստանը աշխարհի մաս է ու մենք ավելի բաց պետք է լինենք ու ես ավելի այդ տեսակետն ունեմ, բնականաբար ես ամեն ինչ երբ որ կարդում եի, ընդգծում եի այն հատվածները, որոնք իմ տեսակետն են հիմնավորում ու այդ ամբողջ էսեն ներկայացնում է իմ տեսակետը, որ խոհենացին այդպես է կարծում եւ կարող է օրինակ դու նույն աշխատության մասին գրես լրիվ հակառակ էսեն, որը մեր երկուսն էլ շատ ճիշտ կգրենք ու երկուսն էլ մեր տեսակետը կգրենք։ Դա համար ինձ թվում է ցանկացած բան միշտ իր տեսակետն ունի, մանավանդ սոցիալական գիտությունների մեջ, օրինակ բնական գիտությունների մեջ մի քիչ օրինակ իմ գիտության մեջ այո տեսակետի հարցեր էլ կան, շատ բանավեճային հատվածներ էլ կան, եթե ես դասագիր կգրեմ, բնականաբար ես իմ ընդունած ձևով կգրեմ, եթե ես գտնում եմ այսինչ բանը սենց է այս գիտության մեջ, այս դեպատում այսինչ մասում եմ, բնականաբար այսինչ բանը կգրեմ, մի քանի տողով էլ կգրեմ, կա նաև այս կարծիքը, բայց շատ չեմ երկարացնի այդ մասով չեմ խորանա։ Դրա համար էլի այդ սեփական կարծիք ունենալու համար միշտ տարբեր աղբյուրներից պետքա կարդալ։ Գալիս ենք դրան, որ ամեն դեպքում պետքա կրթության վրա շեշտադրում ավելի շատ արվի, թե մասնակցության առումով եւ թե իրավագիտակից հասարակություն ունենալու առումով եւ թե մեր երազանքի համայնք ունենալու առումով մենք պետքա շեշտը դնենք կրթության երևի քննադատական մտածողության, վերլուծական մտածողության վրա ու այդ ակտիվիզմը դրանից նաև կբխի բնականաբար իր արտացոլումը կունենա, այսպես ասած, իրականության մեջ։ Ու քանի որ շատ այսպես երկար քննարկեցինք, հա, կրթությունից, համայնքի կառավարումից, որոշումներից, այս դժվար ու երկար ճանապարհը պետքա հաղթահարել միասնական բնականաբար կամքի ուժ ունենալու արդյունքում ու նաև թիմային լավ աշխատանքի արդյունքում։ Այ որպես թիմ լիդեր, հա, հասարակության մեջ, ինչպես ես քեզ թիրախավորում 10 տարի հետո ու ինչ ես կարծում քո արժեքները, քո մտածելակերպը, ինչքանով ես ունակ կիսել շրջապատիդ հետ ու վարակել շրջապատիդ քո իդեաներով։ Այս շատ կարևոր է։ Մի բան է, երբ որ մենք որպես անհատ առանձին կայանում ենք, ունենում ենք կայուն, հա, կարծիք, արժեհամակարգ, մեկ այլ բան, երբ որ մենք կարողանում ենք մեր թիմակիցներին վարակել մեր մոտիվացիայով, մեր տրամադրվածությամբ։ Քեզ պատկերացնում ես այս դերում, թե այնուհանդերձ ավելի անհատական ձևաչափով ես պատկերացնում քեզ աշխատանքում։ Իրականում լինում են դեպքեր, երբ որ այնպես տենց հիասթափություն ես ունենում, որ մտածում ես, որ երևի ընդհանրապես շատ սխալ է ինչ-որ ակտիվ լինելը կամ ինչ-որ հարցում փորձելը առաջնորդելը, որովհետև ինչ-որ մի բան շատ մեծ հիասթափություն է քո մոտ առաջացնում, բայց հաջորդ օրը մտածում ես, որ տենց չի աշխատում առհասարակ այդ համակարգը, դու միշտ պետքա փորձես վարակել ու երևի այդտեղ ռազմավարություն է պետք այդ ամեն ինչ ունենալու համար, պետքա օրինակ կրթությամբ ազդեցություն ունենալ։ Եթե դու քո արժեքները ձևակերպում ես ինչ-որ մի նյութի, որը կարող ես կիսվել, լինի դա ուղղակի սոցիալական մեդիայի reel, post, story, թե գիրք, որը դու կգրես, թե հոդված, որը կհրապարակես, ու ինչ-որ մեկը աշխարհի տարբեր անկյուններում կկարդա ու կմտածի, որ սրա մեջ ճշմարտություն կա, սրա հետևից արժի գնալ, երևի այս ուղղվածությամբ կկարողանաս այդ համախոհներին հավաքել, այդ վարակել, մյուսը երևի քո հաջողությունների մասին չվախենալ կիսվելով, կարծում եմ ձախողումների, ամենակարևորը երևի առանձին մի մոդուլ դու պետքա գրես քո կյանքի ձախողումների մասին, առանձին գիրք,
որտեղ մանրամասն կներկայացնես քո ձախողումները ու ըստ քեզ ինչն էր դրա պատճառը, որ մարդիկ դա կարդան ու նույն ճանապարհով փորձեն նույն ճանապարհով գնալու դեպքում այլ տեսանկյուն փնտրել, որ գուցե դա էլ սխալ լինի, իրականում դա էլ է շատ նորմալ, բայց սխալների մասին միշտ պետք է խոսալ, բայց նաև հաջողությունների մասին, որովհետև սխալները ոչ միշտ են վարակիչ, իսկ հաջողությունները գրեթե միշտ վարակիչ են ու բոլորն էլ ուզում են հաջողություն ունենալ, անկախ նրանից, թե դրա հետևում ինչ ճանապարհ կա։ Դրա համար պետք է մտածել, որ դա գլուխ է սկովում, այլ ուղղակի վարակում ես մարդկանց մոտիվացիա, որ իրենք էլ սկսեն նույն բանից, նույն կետից կամ ուրիշ կետից, բայց կան նույն նպատակի հետևից։ Քո դիրքորոշումը որն է։ Ես իրականում ինձ պատկերացնում եմ լիովին այդ նախաձեռնողի դերում ու ես կարծում եմ ինձ մոտ ստացվում է մարդկանց վարակել իմ գաղափարներով, ինչու ոչ, մի քիչ անհամեստ կարող է հնչի, բայց ես սիրում եմ մարդկանց պատմել թեկուզ իմ ուսանողներին, իմ շրջապատին, իմ գաղափարների մասին ու կարողանում եմ նրանց մասը դարձնել ու ստիպել հավատալ ինձ։ Ու դե բնականաբար կարծում եմ, որ եթե ինչ-որ մի ոլորտ ընտրեմ ու փորձեմ այդ ոլորտում առաջնորդի դերը ստանձնել, ոչ ֆորմալ, միգուցե նաև ֆորմալ, պետք է որ հաջողի։ Ու իրականում սկզբից ՏԺԴ-ից սկսեցինք, վերջում էլ փորձենք հա ՏԺԴ-ով ամփոփել, այս ամեն ինչը մեր կայացվածությունը արժեհամակարգ իրականում նաև պայմանավորված է, չէ, դպրոցից ստացված գիտելիքներով, նաև այն մարդկանցով, ում մենք ճանաչել ենք դպրոցի շրջանակներում, ու ես կարծում եմ, որ առաջիկայում բավականին լավ հնարավորություններ կունենա դպրոցը երիտասարդներին ընձեռելու տեսանկյունից ու կուզենամ, որ ցանցը ընդլայնվի, որովհետև մենք այստեղ չենք լինի, եթե չլիներ ՏԺԴ-ն ու չենք ճանաչի իրար Նարեկ Արի Խոստովանին։ Ես միշտ երբ որ հարցրել են առհասարակ ինչ հատած ես տվել կամ որ մի քանի ինչ որ ՏԺԴ-ականներով իրար հանդիպում ենք ու ոչ ՏԺԴ-ական մարդ է լինում, այդտեղ որ օրինակ չի լսել երբևէ այդ ամեն ինչի մասին ու մենք ամեն բառից հետո ՏԺԴ-ն sense ՏԺԴ-ն հենց բա իմացար sense միշտ բոլորը հարցում են ձեր ՏԺԴ-ն ինչ է, աղան դա էս ինչ է, ինչ է, որովհետև բոլորս այդ ամեն ինչով իրականում ապրում ենք, որովհետև շատ մեծ փոփոխություն է իրականում բերել այս ծրագիրը իմ չեմ համեստանա իմ տեսած այն եզակի ծրագրից է, որից ավարտից հետո թեկուզ եթե անցնի 50 տարի մասնակիցների նույն համայնքը, նույն այդ ակտիվ համայնքը միշտ մնում է, միշտ իրար հետ համագործակցում է։ Չգիտեմ որն է դրա գաղտնիքը, ինչ չեն ասել, բայց իրականում միշտ եղել է, երբ որ ծրագրի վերջին օրը շատ նեղված ես, չգիտեմ, ասում ես վայ, այնց կկարոտեմ, վայ, Երանի մի օր ավել էլ ստեղ մնայինք եւ այլն, բայց անկեղծ լինենք, մի ամիս հետո կարող է այդ մարդու դեմքով էլ չհիշես ու կամր սովորական լինի, իսկ ՏԺԴ-ն ավարտելուց հետո դու մի հատ մեծ ցանցի հետ ես ծանոթանում, ով կարող է քեզնից առաջ էլ ավարտել, բայց հենց իմանում է, որ դու օրինակ ՏԺԴ-ից ես, միանգամից շատ ավելի ջերմ, շատ ավելի, հա, արոնը քաշում է, իրականում չիպավորում են մեզ։ Եվ այդպես ամփոփենք երևի մի մտքով որ կուզենայի ամբողջ ասածս ավարտել այնա, որ ՏԺԴ-ն էլ ինձ էլի սովորացրել է, որ յուրաքանչյուր մարդ այ հենց այս բանին էլ նստած առաջնորդ է, ուղղակի պետք է հասկանանք, առաջնորդները պարտադիր չեն միշտ Երևան, միշտ իրանց բոլորը ճանաչեն, յուրաքանչյուր մարդ անգամ իր ընտանիքում որոշում կայացնել, այլի առաջնորդ է ու բոլորն էլ ունակ են փոփոխություններ բերելու, բայց հիմնական փոփոխությունը լինում է այն դեպքում, երբ որ դու քեզ նման քո տեսակետ ունեցող մարդկանց ես հանդիպում, դրա համար շատ կարևոր է այդ ցանցը ունենալը, ու այդ միշտ ցանցերի մաս դառնալը, ու երբեք չմտածելը, որ այսինչ բանի համար դու պարտադիր պետք է այդ քո կրեդիտը, քո հեղինակային միանձնյա այդ ասես էս իմն էր, ասես էս մերն էր, մենք միասին արեցինք, որտեղ այդ միասինի դեպքում շատ մեծ ավելի լինում այդ ազդեցությունը, որ մենք թողնում ենք։ Հատկապես այն դեպքում, եթե պատկերացնում ենք, հա, ապագայում որպես առաջնորդի դերում մեզ, շատ կարևոր է նաև թիմային ու այդ ընդհանուրը բոլորի հետ կիսելու պատրաստակամությունը
էգոն հաղթահարել է, որովհետև այդ դժվար է իրականում։ Բայց ես կարծում եմ, որ այս տարիների ընթացքում փորձել ենք, հա, այդ դժվարությունները հաղթահարել ու կարողանալ մարդկանց շրջապատին վարակել այդ կարծիքներով։ Շատ հավես զրույց ստացվեց։ Շատ շնորհակալ եմ ժամանակի համար ու շատ հավես էմոցիաներ ու մեծ մոտիվացիա էլի փոխանցեցիր, որ գնանք ու համայնքներում փոփոխություններ բերենք։ Իրականում հա, մտածելու տեղիք տվեց այս զրույցը։ Կարծում եմ, որ անելիքներ շատ կան առաջիկայում։ Եվ իմացի ես քեզ կընտրեմ։ Ես էլ քեզ։